Հրաժարվող, դե անցնենք ուրեմն այսօրվա լեկցիային, ինքը տենց շատ մեծ չի լինելու, բայց բավականին կարևոր է լինելու։ Այսօր նայելու ենք արդեն հազիվ այս point estimation թեման։ Մինչև այս մենք ինչ էինք անում, մենք նայում ենք, թե, ասենք, ինչա բանը, consistency-ն, ինչա biasness-ը, Kramer-Rao-ի bound հասնում է, թե չէ, եւ այլն եւ այլն։ Տենց խառը տարբեր ձևերով գնահատում էինք estimator-ները։ Բայց միշտ այդ estimator-ները սենց օդից ընկնում էին, իրանց սկսում էինք ուսումնասիրել։ Հիմա հազիվ արդեն կնայենք, թե ոնց կանենք մենք իրանց կառուցենք։ Բայց դրա համար երկու հիմնական գործիք ենք ունենալու։ Մի հատը կոչվում է մոմենտների մեթոդ։ Այս սրան ավելի շատ ուղղակի բժշկայի համար ենք նայելու, որտեվ դե արժի քանի այս թեմայի վրա ենք իրանը նայենք, բայց ոնց որ օրվա հերոսը լինելու է maximum likelihood estimation-ը, ու այս maximum likelihood estimation-ն է, որ լիքը տոնաներով օգուտը իրա ցույց է տալու։ Հա, ու ընդհանուր ոնց որ խնդիրը հիմա այս ձևակերպած լինելու։ Ունենք ինչ-որ տվյալներ, ու ինչ-որ դեպքում օրինակ ենթադրում ենք գիտենք, որ իրանք գալիս են ինչ-որ նորմալ բաշխումից, ասենք։ Հիմա այդ նորմալ բաշխումի պարամետրերն ենք ուզում հասկանալ, թե ոնց է լինելու։ Այդ հիմնական մեր maximum likelihood estimation-ի խնդիրն է լինելու, բայց մի խոսքով տվյալները կա, գտնել բաշխման պարամետրերը։ Ու հա, տվյալները, այս նույնը դիագրամով տվյալները կա, ինչ որ այս երկու մեթոդներից մեկը կիրառում ենք, ստանում ենք ինչ որ estimate։ Այստեղ մի հատ փոքր հիշացում, որ մոմենտներ, որ ասում ենք, մենք մոմենտներ ասելով հասկանում ենք մած սպասում x-ը օրինակ, սա առաջի մոմենտ է համարվում։ Ու սա ինձ ներկայացնում է միջինը, չէ՞, հենց։ Երկրորդ կարգի մոմենտը լինելու է այստեղ քառակուսին։ Ու սա կապված է լինելու վարիացիայի հետ, չէ՞, որտեղ վարիացիան հաշվելու համար ասում էինք սա մինուս x քառակուսի կամ պլյուսով ոնց որ թշփոթեցի։ Այդ երկրորդ կարգի բանն էր, որը վարիացիայի մասն էր խոսում։ Հետո երրորդ կարգի մոմենտը լինելու էր այստեղ ուղղակի խեմ մատիտով գրում կներեք մի վարքան։ Այսպես։ Օպա։ Ահա։ Երրորդ կարգի մոմենտը լինելու է ուղղակի այստեղ մատսպասում x-ի կան։ Օրինակ ասենք երրորդ մոմենտը արդեն իրան ասում ենք ինքը skewness-ն է, չէ՞։ Հետո գալիս էր կուրտոզիսը, մեկը խոսում էր նրա մասին, թե ինչքան ասիմետրիկ է, մեկը խոսում էր նրա մասին, թե ինչքան էս պոչերը ինչքան հաստ են, ինչքան շատ քաշ կա պոչերում։ Այս սաղ ոնց որ այն առաջի դասի երկրորդ կտորում էինք նայում, որպես ուղղակի ինչ որ վիճականիներ, որ արժեքներ, որ մեզ կպատմեն բաշխման մասին։ Հիմա ոնց որ այդ մեր մեթոդը estimate կառուցելու լրիվ հիմնված է լինելու ուղղակի այս տարբեր մասսպասումների վրա։ Այս ամեն ինչը պոպուլյացիայի մակարդակով խոսացինք, արդեն sample-ի մակարդակով մենք ուղղակի ունենալու ենք, ասենք, 1/n գումար x-ի կամ քառակուսի խորանարդ k աստիճան եւ այլն։ Ու ոնց որ այս մոմենտների մեթոդի հիմնական ռեցեպտը լինելու է այն, որ սկզբում պոպուլյացիայի մոմենտներն են գրելու, այսինքն այդ պարամետրերից ֆունկցիա ինչ որ որպես։ Հետո հիշենք, որ դե ոնց որ պոպուլյացիա չունենք, իրանց փոխենք sample-ի մոմենտներով, ու արդեն հաշվենք, փորձենք գտնել մեր ուզածը։ Այստեղ ուղղակի եկեք գանք բանին, միանգամից օրինակով նայելու, տենց շատ ավելի հեշտ կլինի։ Ասենք մի հատ բավականին տենց հաճելի օրինակ որպես, եթե ուզում ենք գիտենք, որ տվյալները գալիս են Poisson-ից կամ ենթադրում ենք, որ գալիս են Poisson-ից։ Ուզում ենք հասկանանք այս Poisson-ի լամբդան։ Ասենք գիտենք, որ 30 ժամում եկան 30 ժամվա ինտերվալում նայել ենք, թե երբ են եկել բաներ, հիվանդներ, 3 ժամ, 5 ժամ, 2 ժամ եւ այլն եւ այլն։ Ուզում ենք հասկանանք միջինում ժամում քանի հոգի է գալիս։ Այսինքն գնահատենք Poisson-ի այս բանը, պարամետրը։ Առաջի հերթին գրելու ենք, ուստեղ մեկ էլ ժողովուրդ, մի հատ բան կա, որ եթե մի հատ պարամետր ունի բաշխում, մեզ մի հատ անհավասարում է, մի հատ հավասարում է պետք։ Երկու հատ ունենա, երկու հատ հավասարում է պետք լինելու, ու տենց n հատ ունենա, n հատ։
Հիմա առաջի մոմենտը եթե ուղղակի գրենք, ասենք մատսպասում x, ինքը մեր մոտ պետքա լամդան լինի, չէ՞, որտեվ Պուասոնի դեպքում հենց մատսպասումը միանգամից պարամետրն է լինում։ Հիմա բայց քանի որ չունենք մենք իրականում մատսպասումը, պետքա իրան փոխենք մեր sample-ի միջինով։ Այսինքն ասենք մեր լամդայի գնահատականը լինելու է այս մատսպասումի գնահատականը sample-ի մակարդակով։ Այսինքն sample min-ն է լինելու մեր մոտ։ Այսինքն ըստ էության զուտ ուղղակի 1/3 գումար բոլոր թվերը, ու այդ ոնց որ արդեն զուտ կբռնենք, կասենք դա սա եղավ մեր լամդան։ Ու բրծ։ Մի քիչ տարօրինակ է թվում երևի որ sense արագ ու հեշտ բրծանք, բայց ըստ էության ստեղ մոտեցումը դա էր, որ ասում էր բռնի փորձի քո բանով գրես, մոմենտների ձևով գրես, մատսպասում x կլինի, x քառակուսի կլինի, խորանարդ կլինի եւ այլն։ Ինչ որ մի ձև է դրանցով փորձի արտահայտես քո պարամետրը, որ ուզում ես գտնես, այս դեպքում այդ պարամետրը արտահայտելը ուղիղ էր։ Հենց լամդան հենց մատսպասումն է միանգամից ու վերջ։ Էլ ուրիշ բան չկա անելու։ Հետո ասում է դե մատսպասումը հաշվելու համար անցի sample-ի մատսպասմանը։ Sample-ի մատսպասումն ուղղակի լինելու է ոնց որ x գլխարկը։ Ու վերջ, ստեղ ոնց որ հավասար են լինում, ասում ենք բրծար։ Այս ձևով մենք կառուցեցինք բանաձև, թե ոնց գնահատենք Պուասոնյան բաշխումի բանը, պարամետրը, հաշվելով ուղղակի միջինը, մեր ունեցած sample-ի։ Իսկ մենք ստեղ ստացանք այս բանաձև, այս բանաձևը մենք մինչև այս ոչ մի բանից չէինք կառուցել դուրս բերել։ Հիմա հազիվ կառուցեցինք, բերեցինք։ Հայցեն էս առաջի կարգի մոմենտն են, չէ՞ նայում դեռ։ Հա, ստեղ առաջի կարգ էր։ Եկեք մի հատ օրինակ նայենք, որտեղ երկրորդ կարգ է, ու սա մի քիչ ոնց որ ավելի քիչ միանգամից ուղիղ կստացվի, այդ մի քիչ ավելի շատ ինտուիցիա կօգնի ձևավորել։ Հիմա պատկերացնենք, որ դե ուզում ենք նորմալ բաշխման հետ աշխատենք, ու մեզ հիմա հետաքրքիր է μ-ն ու իր սիգմա քառակուսին։ Հիմա երկու պարամետր է, երկու մոմենտից պետք է օգտվենք։ Կասենք, որ ոնց որ եկեք ստեղ պարամետրերը գանք ուղղակի μ1, μ2, μ1-ը թող լինի մեր մոտ առաջի մոմենտը, μ2-ը թող լինի երկրորդ մոմենտը։ Ու հիմա ստեղ այս երկրորդ մոմենտը որ ունենք, կարանք նաև գրենք իրան որպես վարիացիա գումարած ոնց էր մեր բանաձևը, որ վարիացիա x-ը հավասար է ax քառակուսի մինուս, խոսքով սա ստեղ մինուսով։ Հիմա եթե այս սրան ենք գրում, երկրորդ մոմենտ ուզենք արտահայտենք, ինքը կլինի վարիացիա x գումարած ax-ի քառակուսի, չէ՞։ Այսինքն մեր մոտ ըստ էության վարիացիան, իսկական վարիացիան սիգմա քառակուսին էր։ Այս մատսպասումը վերցնում ենք որպես մեր μ-ն էր մեծ մատսպասումը, ստացվում է սիգմա քառակուսի գումարած μ քառակուսի։ Այս ոնց որ ուրախ կլինեինք, եթե իրականում պոպուլյացիայի մակարդակով ունենայինք։ Հիմա պետք է հիշենք, որ պոպուլյացիայի մակարդակով չենք ու տեղադրենք արժեքներ։ Ըստեղ էս մեր մոտ μ-ի գնահատականը, μ գլխարկը լինելու է մատսպասման բանը, մատսպասման sample-ի տարբերակը, այսինքն ուղղակի x գլխարկ, չէ՞։ Ըստեղ էլ ax քառակուսին մեր մոտ 1/3 գումար x-ի քառակուսին էր լինելու, ու սա հիմա պետք է հավասար լինի մեր վարիացիայի sample-ի գնահատական գումարած մեր բանը, μ-ի գնահատականը, չէ՞։ Մյուի գնահատականը, բայց բարեբախտաբար այս առաջի քայլից նշեցինք, չէ՞։ Այսինքն ստեղ ստացվելու է ուղղակի գումարած x գլխարկի քառակուսի։ Հիմա ես եթե ունեմ, ինձ ինչ է մնում, որ այս մյուի քառակուսին գնահատեմ։ Իրական միջինից հանենք մեր ստացածը։ Իրական միջինից հանենք մեր ստացածը։ Այս սա էլի օրինակ։ Այս սա բերենք հավասար մա ձախ մասը, այս ստանանք։ Դա չեք ասում։ Կարող ենք գտնենք ոնց որ սա ուղղակի բերենք ձախ։ Հա, եթե նկատի ունենք, հա։ Տենց ստանանք։ Ոնց որ գրենք այս 1 այս միջինից, այս իրական միջինն է, չէ՞։ Հանենք այդ գնահատականը ու ստանանք բան էլի։
սիգմա գլխարկ քառակուսին։ Ստեղ ուղղակի մենք իրական միջին չունենք ոչ միտեղ։ Ստեղ ըստ էության ոնց որ սա էլի sample-ի մակարդակի ենք եկել, էլի, որ 1/3-ով գրում ենք։ Բայց սա ոնց որ մեր երկրորդ մոմենտի գնահատականն է, էլի։ Երկրորդ մոմենտի sample-ի բանով գնահատական։ Մեկ sample-ի համար արժեքի փոխարեն գնահատական բառն եմ օգտագործում, ինչը իրականում ճիշտ չի։ Բայց այդ սայթակում է, էլի, իդեան կարող է իշեք, որ ոնց որ ոչ պոպուլյացիա է, էլի, ճիշտ շատ պետք է ասեմ։ Բայց այստեղ շատ ճիշտ է, ուղղակի սա եթե բռնեմ տանեմ ձախ, իսկ սիգմա քառակուսին գրեմ որպես այս սրանից հանած այսա, իսկ այսա է մեր մոտ։ Կստանամ այսա, ու սա որ մի քիչ հաշվելով գամ, կգամ այս բանաձևին։ Ահա։ Ու այս սրանով ես հիմա ստացա մոտեցում, թե ոնց է կարելի գնահատել մատսպասումը ու ոնց է կարելի գնահատել վարիացիան։ Մատսպասման համար ուղղակի միջինն ենք վերցնում տվյալների, վարիացիայի համար ուղղակի վերցնում ենք այս 1/3 գումար տտ։ Հիշում եք առաջի դասից որ ասում էի կարանք այս բանաձևը օգտագործենք, իր հիմքը այս է, ու ասում էի կարանք օգտագործենք ու վերջ։ Այ հիմա դուրս բերեցինք։ Հիմա այս մոտեցումը մեզ տվեց այս բանաձևը, չունենք, հիմա ունենք։ Հազիվ սկսում ենք ոչ օթից ստանալ այս գնահատականները, էլի։ Հիմա այս գնահատականում 1/3 ունենք, n-1/3 չի օրինակ, սա biased է, բայց էական չի։ Մենք չենք ասում, որ մոմենտների մեթոդը մեզ տալու է unbiased գնահատական։ Ասում ենք ինքը մեզ տալու է գնահատական։ Լավ մեթոդ է, մեկ կարա աշխատի։ Մի քիչ ավելի դժվար դեպքերում հեսա ջարդվելու է, բայց որպես տենց հասարակ մեթոդ լավ սկսելու կետ է, էլի։ Այս սրա վատն է, որ ինքը պոտենցիալ կարա օրինակ անհնար գնահատականներ տա, որտեվ ոնց որ չգիտի ինչ սահմանափակումների հետ է գործանում։ Այսինքն օրինակի համար տեսականորեն կարանք փորձենք գնահատել 0-ից թետա անընդհատ բաշխման հավասարաչափ բաշխումը, օրինակ այս թետայի գնահատականը տվյալներից ինչ որ ավելի մեծ տվյալ լինի, քան կակնկալ էինք օրինակ լինի, էլի։ Օրինակի համար ստեղ մի հատ թեթև օրինակում որպես պոպուլյացիայի միջինը μ քառակուսի է, ու ոնց որ մենք գիտենք, որ պետքա այս սիգմա թետա գլխարկը ինչ է լինի, պետքա մեր ունեցած տվյալներից ավելի մեծ հավասար լինի, չէ՞ որտեվ ոնց որ այս միջակայքից եթե պատական արժեքներ վերցնենք, երբեք չի կարող այս սրանցից ամենամեծը ավելի մեծ լինի, քան n թե մինչև որտեղ ենք վերցնում։ Բայց մոմենտների մեթոդում ոչ միտեղ այդ պահը դրված չի, որ դա պարտադիր ստիպվի, սենց ասած, էլի։ Ու տեսականորեն կարա է դրանից դուրս գա։ Ու նաև նես չի, որ իր տված գնահատականը շատ օգտակար է։ Օրինակ, եթե բռնի մեթոդների մոմենտների մեթոդը դե ասելու է մեր մոտ EX առաջի մեթոդ բռնելու է միջինը հաշվի տվյալների, բայց մենք օրինակ նախորդ դասին տեսել էինք, որ կամ նախորդ որ եթե վերցնում ենք մաքսիմում x-ին, ճիշտ գործնականին, ինքը արդեն sufficient ստատիստիկա է լինում։ Այսինքն կարիք չկա բռնել սաղ տվյալների վրա միջին հաշվել։ Մենակ հետաքրքիր է ամենամեծ արժեքը ու վերջ։ Այսինքն ինքը նես չի, նաև էֆեկտիվ մեթոդ է, էլի։ Բայց դե ոնց որ զգացիք էլ էլի, տենց որպես թեթև խաղալիքային մեթոդ որպես ավելի շատ ես էլ ներկայացրեցի։ Չեմ ուզում շատ իջացրած լինեմ այս մեթոդին, բայց հեսա հաջորդին որ անցնենք կտեսնենք էլի արդեն ուժեղ լավ մեթոդը որն է։ Բայց այս մոմից հարցեր։ Ու հայգենի ճիշտ ասած չհասկացա, ինչի համար է սա վատ մեթոդ։ Ինչի համար է ինչ։ Ինչի համար է վատը։ Վատը ոչ թե ոնց որ վատը չի որպես այդպեսին ուղղակի մի քիչ ոնց ասեմ, մի քիչ բան է խելացի մտածելու մի կարելի է օրինակ sense ասել, ինչ որ ավելի խելացի մտածելու փոխարեն մի հատ ինչ որ մոտեցում է բռնել, որը որ լավ թանկ է իր վրա նստում ու փորձում է ամեն ձև այդ մոտեցումը խցկի որ աշխատի։ Այսինքն օրինակի համար ստեղ բռնում է գնահատում է ամբողջ տվյալների միջինով։ Երբ որ օքեյ, մոտեցում է, կարաս անես, բայց լավ մոտեցում չի։ Ճկուն մոտեցում չի sense ասած, էլի։ Միշտ գիտենք
մեր գործիքակազմը միշտ գիտենք այնա, որ այս սրա ինչ որ կա աստիճան տեսքի բաներից օգտվելով պետք է անենք այն ամեն ինչը։ Հիմա սրանով ինչքան ծուր գնահատական կստանանք, սրանով գնահատականը թեկուզ եթե լավը լինի, ինչքան վրեքներս թանկ կնստի, որովհետև շատ հաշվար պետք է անենք։ Այդ ամեն ինչը արդեն այս մոմենտների մեթոդին չի հետարկվում։ Ինքը մի քիչ ավելի տենց բռի ուժով մոտեցում է կարելի ասել, էլի մի քիչ։ Okay, ատեր։ Հա, շատ Իսկ բարի։ ինձ հարցնեմ, էլի, իսկ Խնդրեմ։ դրա իրականացման հետ իրականացումն էլ բարդ է եղնելու, օրինակ բարձությունը բարձր է եղնելու, դրա համար չի սա դիտարկում։ Հա, իրական ճիշտ ասեմ, ես նույնիսկ սա ոնց որ բանի մեր վիճակի խնդրագրքից դուրս ոչ միտեղ չեմ էլ տեսել օգտագործվի։ Որտեվ ոնց որ շատ ավելի ընդհանուր ու լուրջ դեպքերում բանն է պետք գալու էլի։ Ոնց որ հաճախ այնց սիրուն բանաձևեր չենք ունենում էլի, որ լավ հեշտ իրանցով լուծենք, ստանանք պատասխանը արագ։ Բարձրաչափի դեպքում ինչքան հաշվարկը դժվարանում, այդ մի քիչ պետքա գուշակելով ասեմ, բայց ինքը ոնց որ ես իրան պրակտիկայում չեմ հանդիպել, կարամ այնպես բնդում ասեմ, օրինակ։ Հեսա մյուսը կակրած կտեսնենք, էլի ինչքան ավելի խելոք ու լավ ձև է։ Մյուս մեթոդը կոչվում է maximum likelihood estimation, դրա համար մի հատ ուղղակի հիշենք, թե ինչ էր likelihood-ը։ Likelihood-ը դա ըստ էության մեր joint density function-ներ, ուղղակի եթե իրան դիտարկենք որպես թետա պարամետրից, ոչ թե տվյալներից։ Այսինքն ինքը մեր մոտ էս likelihood թետան, այդ ուղղակի ենթադրում ենք իհարկե IID-ը ամեն ինչ, 9 հավասար է 1-ից n fx-ի թետաների արտադրյալներ։ Կամ նաև մենք հաճախ սիրում ենք իր լոգարիթմի հետ աշխատել միանգամից, ինքը sense թիթիզ l թետաներ մեր մոտ։ Ու լավ է, որ գիտենք ինչ որ բանի մաքսիմումը, եթե f ֆունկցիայի մաքսիմումը x1 կետում է, լոգարիթմ f-ի մաքսիմումը նույնպես x1 կետում է լինելու, որովհետև լոգարիթմը մոնոտոն գործողություն է։ Ու տենց մոնոտոն աճող ֆունկցիա է լոգարիթմը մեր մոտ։ Հիմա օքեյ լավ, ինչ է ասում likelihood-ի մաքսիմիզացիան։ Դե ոնց որ, ու ինժարս մի քանի բան հիշացում, եթե նախորդ լեկցիայից, այս likelihood-ի հետ կապված։ Մենք նաև գիտենք score function-ը, s թետան, որը որ log likelihood-ի ածանցյալն էր, ու ինքը հաշվում էր ոնց որ ինչքան զգայուն է թետայի նկատմամբ փոփոխություններին այդ մեր likelihood-ը, ու իր ամասպասումը 0 էր, ընդ ռեգուլարություն բանման։ Մեկ է գիտենք Fisher-ի ինֆորմացիան ինչ էր, Fisher-ի ինֆորմացիան այս իր score function-ի վարիացիան էր։ Կամ էլ մինուս log likelihood-ի երկրորդ կարգի ածանցյալի մատ սպասումն էր։ Ու երկրորդ կարգի ածանցյալը մեր մոտ կորությունն էր չափում, չէ, ուռուցի գուքավոր բանման։ Ու նաև այս ամեն ինչը կապում ենք նաև Kramer-Raoui bound-ի հետ ընդեղ մենք հետո։ Հա, ու ոնց որ հիմա Kramer-Raoui bound-ն էլ ասում էր, որ այս unbiased estimator-ի վարիացիան միշտ փոքր հավասար է 1-ը բաժանած նեղություն միշտ մեծ հավասար է 1-ը բաժանած n անգամ ու այս մեր Fisher-ի ինֆորմացիա թետայից։ Հիմա ոնց որ այս likelihood-ը կօգտագործենք estimator-ներ կառուցելու համար։ Այդ մեր գործը կլինի այսօրվա։ Ու իդեան մեր մոտ լինելու է այն, որ ունենք ինչ-որ տվյալներ, օրինակի համար 10 անգամ կոպեկ ենք գցել, 7 անգամ բան է անգել։ Ինչա, ղուշ է անգել։ Հիմա այդ դեպքում մեր բանաձևը լինելու է զուգորդություն 10-ից 7-ական, p-ի 7, 1 - p խորանարդ, չէ՞։ Հիմա սա p-ի տարբեր արժեքների դեպքում տարբեր բաներ է տալու, չէ՞, likelihood-ը։ Հիմա p-ն փոխեմ, արժեքը կփոխվի։ Maximum likelihood estimation-ը փորձում է գտնի պարամետրի n արժեքը, երբ որ likelihood-ը ընդունում է իր մաքսիմալ արժեքը։ Այս դեպքում դա 0.7-ն է լինելու օրինակ, էլի։ Այսինքն ուղղակի ասում է դե տվյալները տեսա, տվյալներից այդ կառուցում եմ այդ իմ բանը,
joint distribution function-ը, joint density function-ը, ու իրան դիտարկում են որպես թետայից ֆունկցիա, որտեղ տվյալները ֆիքսացա թետան է, չէ՞, փոփոխվում։ Ուզում են գտնենք լավագույն թետան։ Ու դա բռնում եմ արդեն դառնում է ուղղակի բանի օպտիմում գտնելու խնդիր։ Մեր դեպքում մաքսիմում գտնելու խնդիր է գալիս։ Ունենք ֆունկցիա գտնել պարամետր p, որի դեպքում կընդունի ֆունկցիան մեծագույն արժեքը։ Արդեն գալիս են կլասիկ մաթանալիզ կամ օպտիմիզացիայի խնդիրները։ Մի հատ ուրիշ օրինակ եթե նկարեմ, այս օրինակը կարող է մի քիչ այդքան է բան չի, այդքան լավ ցուցադրող չի, բայց եթե պատկերացնենք, ասենք ունենք ինչ-որ տվյալներ, ասենք այստեղ տվյալներ ունենք ու գիտենք, որ բան։ Կամ լավ, եկեք մի քիչ ավելի լավ կետերը վերցնեմ։ Ասենք այստեղ, լավ։ Ու գիտենք, որ այս տվյալները գալիս են բանից։ Ինչ-որ նորմալ բաշխումից վարիացիան ենթադրենք գիտենք, հիմա ուզում ենք իր միջինը, մացպասումը գտնենք։ Այսինքն ոնց էի ընտրում սա որ շարժեմ, աստե չեմ կարող շարժեմ։ Հա, չեմ կարող։ Այսինքն իմաստության այս նորմալ բաշխումն ենք վերցնելու ու նայենք իր թետայի պարամետրը որն է լավ։ Օրինակ կարա լինի այսա ասենք, եթե լինի, այս մի տարբերակ է, չէ՞։ Հիմա այս բաշխման դեպքում ինչքան է հավանական, որ այս տվյալները կտեսնենք։ Այսինքն հիմա ոնց որ այս բանձը ուղղակի որ հաշվեմ, ինքը մեր մոտ լինելու էր ստեղ ինչ-որ մի հատ պստիկ արժեք, անգամ ուրիշ արժեք, չէ՞։ Այս 3 կետերի արտադրյալն էր լինելու մեր մոտ։ Հիմա եթե փոխարենը ասեմ, չէ, լավ, արի հələ փորձեմ այսա։ Մի քիչ իրան տեղափոխեմ այս կողմ, այսպես անեմ։ Արդեն սրա համար այս ամեն մի կետը տնալու հավանականությունները գալու են աճեն, չէ՞, լավ։ Ահագին աճելու են։ Ու հիմա այս 3 կետերի արտադրյալն են, ավելի մեծ թիվ եղավ։ Ասել ենք, լավ, կարող է պետքա այս սենց վերցնենք, կարող է այսա վերցնենք։ Այսինքն հիմա տվյալները ֆիքսած է, բաշխումը ֆիքսած է, բաշխումի պարամետրի հետ խաղում եմ ուղղակի, մինչև գտնեմ մեծագույն, մինչև գտնեմ, թե երբ է այդ տվյալների հավանականությունները իրանց արտադրյալը երբ է տալիս ամենամեծ հնարավոր արժեքը։ Ու այս ML-ի ամբողջ գաղափարն է։ Հենց վերնակիրը միանգամից ամեն ինչ բացատրում է ըստեյության, էլի։ Արդեն մնացածը լինելու է զուտ 4 հաշվարկային կտոր։ Ու հաջան 3 կետերից հետո ճիշտ ասած լավ չհասկաց, հայ մի հատ էլ կասես։ Ոնց որ մենք այս սցենարի հետ ենք գործ ունենում։ Ունենք տվյալներ, ասենք x1, x2, x3 ունենք։ Ու գիտենք, որ իրան գալիս են նորմալ բաշխումից, կամ ինչ-որ բաշխումից։ Այս դեպքում եկեք, որ մի պարամետր լինի, հեշտ գծեմ մի քիչ, ենթադրենք, որ գալիս են ինչ-որ չգիտենք ինչ միջինով ու 4 ստանդարտ 4 վարիացիայով բաշխումից։ Այսինքն մենք գիտենք, որ բաշխումը ունի այսպես տեսք, այստեղ ստանդարտ շեղումը 2։ Բայց չգիտենք, թե ոնց որ այսա որտեղ է, էլի։ Այսինքն սա կարող է տեղափոխած լինի դեպի ստեղ։ Հիմա լիքը տարբերակներ կան։ Ուզում ենք գտնենք այդ տարբերակներից որն է ամենահավանականը։ Հիմա օրինակ եթե x1-ը հավասար է -8-ի, եկեք կոնկրետ արժեքներ ունենք, ասենք x1-ը -8, -7 ու -6, օրինակ այս արժեքները ունենք։ Հիմա ըստ ձեզ մացպասումը ինչ կլինի սրա։ Ինչ մացպասումով բաշխումից է գալիս է։ Ըստ ձեզ։ Ինչ որ գնահատական։ Թիվ ասենք, հայտնեմ։ Ես մտածում եմ -7։ Հա, ես էլ -7 կասեի։ Այսինքն եթե ստեղ նայեմ ես -8, -7, -6-երը ու նայեմ ստեղ այս բաշխումս, ստեղ այս մացպասում -7 էներգություն նորմալ բաշխում -7 2 պարամետրերով եթե վերցնենք, x1 տեսնելու հավանականությունը լինելու էր, ստեղ պետք է ուղղակի արդեն այդ մացպասման բանձևի մեջ դնեմ, հաշվեմ, ստանամ ինչ որ արժեք, չէ՞։ Ակիդ ես նայում եմ այս նորմալ բաշխման արժեքը այս -8 կետում։ Հետո մի հատ -7 կետում ու -6 կետում։
Հիմա այս 3 արժեքներն էլ տեսնելու հավանականությունները լինելու են ուղղակի այս 3 կետերի y-ների արտադրյալը, չէ՞։ Էս օքեյ է։ Ինչն է լինելու 3 կետերի արտադրելը։ Հավանականությունը, որ այս տվյալները -8, -7, -6 տվյալները գալիս են այս բաշխումից։ Մեր մոտ ոնց որ լինելու էր հավանականություն f(x1), եթե գիտենք թետան մեր մոտ -7-ը վարիացիան 2, չէ՞։ Այս լինելու էր առաջի կետի ունենք նորմալ բաշխում, այսա։ Ինչքան է հավանականությունը, որ -8 կետը -8 կետը տեսնելու հավանականությունը ինչքան է։ Պետք է ուղղակի -8-ը տեղադրենք մեջը, չէ՞։ Հա, հա։ Քանի որ ենթադրում ենք միշտ IID, միատեսակ ու բան, իրարից անկախ բաշխված, ունենալու ենք արդեն այս կետերի արժեքների արտադրյալներ։ Հիմա բայց ով ասեց, որ -7-ն է։ Այդ դրա վրա պայմանավորվեցինք լավ կետեր թվում։ Հիմա կարող ինչ որ մեկը ասում է, չէ, գիտեք ինչ, եկեք +10-ը վերցնենք։ Հիմա +10-ի դեպքում, եթե գծեմ այս բաշխումը, ինքը լինելու է այսպես մի հատ ինչ որ բան, չէ՞, այսպես ու գաստը այսպես արդեն 0-յոթ բաներ գա։ Հիմա այս -8, -7, -6 կետերը դառնալու են ահավոր անհավանական։ Եթե ունեմ բաշխում, որի մացպասումը 10 է, ստանդարտ շեղումը 2 է, տեսնել -6, -7, -8-ը շատ անհավանական է։ Բայց հիմա մենք փաստացի տեսել ենք այդ արժեքները, չէ՞։ Մեր տվյալներում ունենք -8, -7, -6-ը։ Իրենք նաղդ կան։ Հիմա ուրեմն երևի եթե այդ տվյալները նաղդ կան ու մեր կանդիդատ բաշխումը ասում է, չէ, սրանք ձև չի լինեն, ուրեմն երևի ինքը վատ կանդիդատ է։ Իսկ այս մեկը ասում է, հայ, բավականին հավանական է, որ ինձանից առաջացած լինեն այս կետերը։ Ասում ենք, օքեյ, դե դու ավելի լավ կանդիդատ ես։ Okay, Ռիզյան։ Այսինքն վերցնում ենք այն բաշխումը, որի դեպքում մաքսիմումն է, այս հավանականությունները Հա, գերազանց։ Մեր likelihood-ը այս սրանց արտադրյալն է։ Մենք ընտրում ենք այն պարամետրը, որի դեպքում այս likelihood-ը ստանում է իր մաքսիմում արժեքը։ Նորմալ է։ Այս ոնց որ սաղ գաղափարն է, էլի, սրանից հետո մնացած ամեն ինչը ուղղակի հաշվարկա լինելու, էլի։ Ինչ որ չափով ձանձրալի, բայց ստանդարտ մաթանալիզա լինելու։ Կարևորը այսա լավ նստած լինի, էլի։ Ու մեր գործը գալիս է այն, որ գտնել թետա, այստեղ գլխարկ դնենք, որտեվ estimate ենք անում, այստեղ գրենք ML-ի, որտեվ մեր մոտեցումը maximum likelihood estimation-ն է, ու սա մեր մոտ լինելու է ուղղակի argmax թետա L թետա։ Այսինքն սա լինելու է n թետան, որի արդյունքում ստանում ենք մեծագույն մեծատառ L թետա։ Կամ նույն ինքը log likelihood-ը մաքսիմալ։ Որտեվ շատ տարբերություն, ընդհանրապես տարբերություն չկա, էլի, որի մաքսիմումը նայենք։ Ու սա մեր process-ն է ու նպատակն է, որ պետք է անենք, էլի։ Ու ժողովուրդ, սրա մոտեցում որպես Կամ լավ, եկեք ես հարցնեմ։ Ունեմ L թետան, ուզում եմ գտնեմ թետա, որի դեպքում այս ֆունկցիան ընդունում է իր մաքսիմումի արժեքը։ Խնդրեմ, առաջարկեք, ինչ կարանք անենք։ Դե առաջ միտքը ածանցալով գնանք մաքսիմում գտնենք։ Ահա, որ ածանցենք, հետո ածանցյալը պետքա նայենք, թե ածանցյալի արմատը գտնենք, չէ՞, որտեղա 0 ընդունում։ Հա։ Ահա։ Ու այդ կլինի մեր մաքսիմումի կետը, թե ինչ կետ։ Կախված է միջակայքում ածանցյալի իրան ոնց է պահում, բայց դրա կհասնենք մաքսիմումա, թե մինիմում։ Ահա։ Կամ նաև կարա ոչ մի բան լինի, չէ՞։ Հա, կարա ոչ մի։ Ահա, շատ ճիշտ է։ Իսկ այդ կետին ոնց էինք անվանում։ Որ ոչ մի բան չի ցույց տալիս, հա, հայտնի։ Չէ, ընդհանուր ոնց որ ուղակի ածանցյալը որ 0 ենք տեղադրում գտնում այդ կետերը որ կետերն են մեր մոտ։ Էքստրեմումներն է։ Հա, ահա։ Ճիշտ կրիտիկական կետեր։ Շատ ճիշտ է։ Ու սա process-ը է դա։ Վերցրու հիմնականում քո log likelihood-ը, որտեղ իր հետ ավելի հեշտ է աշխատել։ Ածանցի, տեղադրի 0-ի, գթի արժեքը ու ստուգի, որ ինքը իրոք մաքսիմում լինի։
Այդ ստուգումը կարելի է օրինակ նայել երկրորդ կարգի հացանցյալը, եթե բացասական է, ուրեմն ինքը մաքսիմում է։ Այդ որպես միած ստուգման մոտեցում։ Կամ հա, միջակայքերով կարելի է նայել, եթե միջևը տեղ աճող էր նվազող է, հիմա ուրեմն մաքսիմումը։ Արդեն տեխնիկական պահեր է դա, էլի ուղղակի։ Բայց հա, այս սաղ մեր մոտեցումն է։ Ու եթե օրինակ ունենք ինչ-որ էքսպոնենցիալ ընտանիքի բաներ, այդ դեպքում բավականին հեշտ է սա անելը հենց այս մոտեցումով։ Ու երբ որ կարանք ոնց որ այս ածանցյալը 0-ի տեղադրենք ու դա 0-ով հեշտ հաշվենք, շատ հաճելի է ընտիրը։ Երբեմն այդ պրոբլեմատիկ է լինում, ուղղակի տենց բանաձևայինով անելը պրոբլեմատիկ կարա լինի։ Այդ դեպքերում ոնց որ լավ է, այդ դեպքերում ինչ կառաջարկեք անեք, այսինքն չեն կարա անալիտիկորեն միանգամից դուրս բերենք գտնենք ձևը։ Ինչ կառաջարկեք։ Բայց ըստ էության ունենք ինչ-որ ֆունկցիա, էլի հիմա։ Հենց այդ gradient descent-ով էլ կարելի է անել։ Հա, արդեն գալիս ենք ուղղակի արդեն օպտիմիզացիայի դաշտ։ Ուղղակի այս դեպքում մի հատ անսովոր բան է նա, որ ոչ թե gradient descent ենք անում, այլ gradient ascent ենք անում, չէ՞, ուզում ենք գնանք դեպի մաքսիմում։ Բայց կարանք կանոնը դնենք մինուս ենք դրել, մինիմումն ենք գտնում, էլի 0 տարբերություն։ Պրակտիկայում հենց ավելի շատ տենց ենք անում, էլի, միշտ ամեն ինչ մինիմիզացնում ենք։ Բայց հա, այս սաղ մեր մոտեցումն է։ Մի հատ օրինակ եթե նայենք, եթե բռնենք օրինակ նայենք Bernoulli-ի բաշխումը, ասենք P պարամետրով Bernoulli-ը կա անգամ նետել ենք, ու հա, այճիշտ n անգամ նետել ենք, կա անգամ բանը անգել, ուշը անգել։ Հիմա պետքա բռնենք նախ ասենք բանը, չէ՞։ Bernoulli-ի բաշխման բանաձևը ո՞նց է։ P անգամ 1 մինուս P։ Բայց այստեղ ոնց որ եթե բանը ղուշ ընկնելու հավանականությունը P-ը, մյուսինը 1 մինուս P, չէ՞։ Հիմա P-ի եթե կաշճան, հա, աստիճանա մեզ, չէ՞ պետք ստեղ։ 1 մինուս P-ի n մինուս կաշճան։ Այս արդեն ուրիշ, այսինքն P անգամ ընկնում է, K անգամ ընկել է ղուշ, n մինուս K անգամ ընկել է գիր։ Սա կլիներ մեր մոտ սովորական likelihood-ը։ Սա որպես P-ից ֆունկցիա։ Հիմա log likelihood-ը ստեղ մեր մոտ կլինի լոգարիթմ P-ի K աստիճան գումարած լոգարիթմ 1 մինուս P-ի n մինուս K աստիճան, չէ՞։ Լոգարիթմը արտադրյալը գումար է դարձնում։ Իր ամենահրաշք բաներից է դա։ Այստեղ լոգարիթմ P-ի K-ն կդառնա ուղղակի K անգամ լոգարիթմ P, իզուր ջնջեցի։ Այստեղ էլ n մինուս K անգամ, մի խոսքով, այս բանաձևն ենք ունենալու, չէ՞ զուտ։ Հետո սա ասելու ենք, դե log likelihood-ը ստացանք, ըստ P-ի ածանցենք, այստեղ ունենալու ենք լոգարիթմ P-ն 1 P-երորդ, ստացվելու էր K P-երորդ, հանած n մինուս K, n մինուս P-երորդ։ Այս որ ունենք, սա հավասարացնելու ենք 0-ի, ու եթե հաշվեինք, թե սա ինչ է տալիս, տեսնելու ենք, որ ուղղակի տալիս է K n-երորդ։ Ու սա մեր մոտ եղավ արդեն մոտեցում, թե ոնց գնահատել Bernoulli-ի բաշխման պարամետրը։ Մենք միշտ ինտուիտիվ ասում ենք, եթե 7 անգամ 10 անգամ գցել ենք 7-ը ընկելա, 7 10-երորդ վերցնենք, չէ՞։ Այ հիմա արդեն սիստեմատիկ մոտեցումով դուրս բերեցինք բանաձևը, հազիվ։ Մի հատ բան պակասում է այն, որ ստուգենք, որ ինքը իրոք բան է, մաքսիմում է ոչ թե մինիմում, բայց դե ոնց որ կարանք սա մի հատ էլ ածանցենք, մի խոսքով տեխնիկական ուղղակի թեթև անալիզի քայլ է դա մնում, էլի որպես։ Բայց մոտեցումը սա է։ Մեր ռեցեպտը պահեցինք, շարժվեցինք ռեցեպտով, արդյունքի հասանք։ Ուրա։ Դա շատ բարի։ Եկեք մի հատ գանք բանի համար նայենք, մեկ էլ նորմալ բաշխման համար նայենք, ինքը մի քիչ այտենց ավելի լուրջ օրինակ է, ու մեր համար հետարքիր օրինակ է նրանով, որովհետև հիշում եք, որ ասում ենք բան ենք անում։ Լիքը բան, իրական ըստեղից վիճակից էլ ենք անցել, որ ասում ենք ռիսկը բռնենք, քառակուսային ռիսկ նայենք, այսինքն y մինուս y գլխարկի քառակուսի սրա 1/3 ի տ. Խինք քառակուսին օրինակ նայում, չէ՞։ Ինչի, ասենք, ինչի բացարձակ արժեք չէ, ինչի 4 աստիճան չէ, չէ՞։ 4 աստիճանը քառակուս, եթե ասում ենք մեկը ասենք կարա
վերև լինի, մեկը ներքև իրար կոմպենսացնեն, 4 աստիճանի դեպքում այդ խնդրը չկա, չէ՞, նույն ձևով քառակուսու դեպքում։ Բախի քառակուսի վերցնել, էլի։ Այ հիմա եկեք մի հատ էլ նորմալ հավելյալ բան տանք, էլի, տեսական հիմնավորում տանք, թե որտեղից է սա գալիս։ Ինչի ենք մենք բանի դեպքում, մեքենայական ուսուցման դեպքում հաճախ սիրում նվազեցնել միջին քառակուսային շեղումը։ Հենց այդ ֆունկցիան խենք շատ սիրում, էլի։ Հաջորդ դասին նաև կտեսնենք խենք սիրում օրինակ մատբան, բացարձակ արժեքը։ Այս մի խոսքով։ Եկեք մի հատ ստանդարտ դեպքով գնանք։ Այսինքն մենք ունենք նորմալ բաշխում ու ոչ միուն գիտենք, ոչ սիգմա քառակուսին։ Այս մեր ստանդարտ մեր գաուսյան բաշխման բանաձևն է։ Հիմա առաջի քայլով գալու ենք լոգարիթմենք, որ լոգարիթմենք ստեղ սա հաճելի բան է դառնում, ստեղ n-կես լոգարիթմ 2π, այստեղից ունենում ենք այս բաժանած 2 սիգմա քառակուսին դուրս եթե բերենք, ստեղ մեր մոտ մի հատ էլ n-կես լոգարիթմ սիգմա քառակուսի, n-կեսա, որտեվ ոնց որ ստեղ չմոռանանք, որ բան ենք անում, էլի։ Այստեղ արտադրյալով էր գրած, հիմա միանգամից առանց արտադրյալի նշանի են գրում։ Ու տակը մնալու էր այս կտորը մեր մոտ։ Հա, ներողություն, սա այս է, էլի ժողովուրդ։ Կեսն էլ գալիս է արմատից։ Մինուսն էլ գալիս է, որ հայտարարում ասա, էլի։ Այս կտորն էլ տակը գալու է մեզ բերի այս կտորին։ Հիմա պետքա սրան ածանցյալը հաշվենք։ Ածանցյալը որ հաշվենք, հիմա ածանցում ենք առաջինը ըստ բանի, ըստ մյուի ենք ածանցյալ հաշվում։ Ըստ մյուի որ հաշվենք, հոպ դուրս է կավարանքից, հոպ դուրս է կավարանքից, տակը մնում է այսա, սա որ հաշվում ենք սրա ածանցյալը հավասարացնում 0-ի, ստանում ենք, որ 1 բաժան սիգմա քառակուսի սա 0-ին չի օգնելու ոչ մի ձև, ստացվում է գումար x-ի մինուս մյու, եթե սա բացած տեսքով գրենք, ըստեյության լինելու է ուղղակի գումար x-ի մինուս n անգամ մյու, այսինքն մեր մոտ ի վերջո մյուն պետքա բան լինի, էլի։ Այսինքն x-ին պետք հավասար լինի նեղություն, մյուն պետք հավասար լինի գումար x-ի n-րդ, այսինքն միջին։ Այդրանով ստացանք օրինակ նորմալ բաշխման համար մատ սպասման գնահատականը լավագույնն է տվյալների միջինը հաշվելն։ Նորություն չի սա մեր համար, լիքը օգտագործել էինք, բայց հիմա փաստացի կոնկրետ ստացանք իրեն, դուրս բերեցինք հազիվ։ Հա, կաջորդը կարող ենք ասենք, օքեյ, մյուի համար բանաձև ստացանք, հեսա։ Եկեք հիմա ստանանք բանի համար, սիգմա քառակուսու համար։ Դե ուղղակի այս պատմությունը ածանցելու եմ արդեն ըստ սիգմա քառակուսու։ Այստեղ սա է արանքից դուրս գալիս, այս մեկը արանքից դուրս չի գալիս։ Այստեղ ունենում ենք մինուս n-կես բաժանած սիգմա քառակուսին։ Այստեղ հենց սիգմա քառակուսի է ուղղակի, որովհետև հենց սիգմա քառակուսով ենք ածանցյալ հաշվում, էլի, այնպես չի սիգմայով ենք հաշվում, որ ասենք բարդ ֆունկցիա բանման։ Ու տակա այս կտորն էլ դառնալու է մեր մոտ, այստեղ մյուի փոխարեն տեղադրեմ միանգամից x գլխարկս, x բառը, որտեվ նախորդ քայլում այդ էինք դուրս բերել, էլի։ Այսա որ դուրս բերենք, այստեղ երկու կողմերը բազմապատկենք 2 սիգմա 4 աստիճանով, մի քիչ հաշվենք տուդի-սուդի, կգանք այս բանաձևին։ 1/3 ու մի խոսքով մեր ավանդական վարիացիայի բանաձևը։ Էլի բայեսն է, բայց էլի դուրս բերեցի։ Էլի, ագին լավ ուրախալի լուր է։ Նորմալ տեսանք, թե ոնց է գալիս։ Այս նորմալ է ժողովուրդ։ Հայկչեն մի ճշտում էլի կատարեմ, ես մենակ IID հետ կապված կարանք ես բան անենք, թե սաղի վրա կարանք անենք։ Տեսականորեն կարանք ամեն ինչի վրա էլ կիրառենք, ուղղակի ոնց որ այսա չենք կարանալու, այստեղից այսա չենք կարանալու գրենք, էլի։ Այստեղ հատիկ գրել ենք fx1 անգամ fx2 անգամ fx3 եւ այլն, այսինքն f այս x1, x2, x3 եւ այլնը բաժանել ենք այս հատիկների արտադրյալով ենք ներկայացրել, որովհետեւ իրավունք ունենք, անկախություն ունենք այստեղ։ Հիմա եթե չունենանք, սրա համար ինչ որ ձև եթե սրան էլի հաշվենք, էլի կարանք իր մաքսիմումի խնդրի մասին խոսանք։ Ուղղակի շատ ավելի գեշ է ամեն ինչ լինելու, էլի։ Այս IID-ն մեզ թողում է սիրուն արտադրյալ ստանալ, իրարից անկախ տարբեր առանձին
էլեմենտների, լոգարիթմը իրանց դարձնում է գեղեցիկ գումար։ Ածանցելուց այդ գումարի էլեմենտները ջարդվում գնում են մի կողմ։ Սա սիրուն սահուն գնում է, էլի։ IID-ն եթե չլինի, մեթոդը էլի կաշխատի։ Այսինքն մեթոդը խոսում է likelihood-ը մաքսիմիզացնել։ Ուղղակի մեր likelihood-ի ֆունկցիան լինելու է շատ գեշ։ Ու հետագա սահքայլելը լինելու են շատ տհաճ, էլի։ Ոստեղ իմիջիալոց ոնց որ եթե նայենք այս երկու գնահատականները, այս առաջի գնահատականը միջինը ընտիրա Kramer-Rao-ի bound-ին է նույնիսկ հասնում, այս երկրորդը մեր մոտ biased է լինելու։ Biased է լինելու, բայց օրինակի համար էլի ոնց տեսել ենք, այս Bezel-ի կոռեկցիայով տարբերակից ավելի փոքր միջին քառակուսային շեղում է լինելու։ Իրականում այս maximum likelihood estimation-ի շատ ուժեղ հզոր հատկությունն է, որ ինքը ստանում է տենց շատ ցածր միջին քառակուսային շեղում ունեցող գնահատականներ։ Բայց այսքանը ոնց որ ուղղակի մաքուր վիճակի կոնտեքստով, էլի։ Հիմա եթե գանք ու նայենք մեքենայական ուսուցման տեսանկյունից, ինչ խնդրի դա ինչի հետ գործ ունենք մեքենայական ուսուցման մեջ։ Հաճախ ոնց որ մենք գալիս ասում ենք մեր խնդիրը լինում է այն, որ ունենք ինչ որ sense x1, x2 եւ այլն տվյալներ, սրանք ինչ որ կետեր են։ Ու մեր խնդիրը այն է, որ մենք ասում ենք, եկեք մի ձև մոդելավորենք այս տվյալների դեպքում ստացած y արժեքները, որպես ինչ որ ֆունկցիա, ինչ որ f ֆունկցիա, ասենք x1 կախված ինչ որ պարամետրից w-ն թող լինի օրինակ գծի այս անկյունային գործակից օրինակ։ Այդ շտեկեք այսպես գրեմ, էլի ոչ թե ստորակետով, այլ այսպես գրեմ։ Տրված է թետա, տրված է w։ W-ն ուղղակի weight-ի առաջի տառը, էլի։ Բայց նաև հաճախ մոդելավորից հաշվի ենք առնում, որ տվյալների մեջ միշտ էլ աղմուկ է լինում, էլի իրական աշխարհում ենք ապրում ի վերջո։ Այսինքն մենք ասում ենք ինքը լինելու է ինչ որ այս բանաձևով ու ինչ որ մի հատ թեթև աղմուկով։ Փորձում ենք այսպես մոդելավորենք մեր տվյալները։ Այսինքն մենք ասում ենք ունենք y-ին հավասար է f(x)-ի, երբ որ տված է w գումարած ε(i)։ ε(i)-ը մեր մոտ մեր աղմուկներն են։ Այս աղմուկները ավանդական ռեգրեսիոն տեսության մեջ ընդունված է ենթադրել, որ գալիս են նորմալ բաշխումից 0 միջինով ու սիգմա քառակուսի շեղումով, այսինքն ինչքան որ պատահական ավելի վերև է լինում, այնքան պատահական ավելի ներքև է լինում։ 0-ի շուրջը սենց սիմետրիկ սիրուն բաշխված են։ Այս մեր ավանդական ենթադրությունն է, որ ունենում ենք։ Հիմա եթե այս սրան գումարեմ fxw այս բաշխմանը, fxw-ները մեր մոտ ոնց որ w-ն ենթադրենք արդեն ընտրել ենք, x-ի երաս ֆիքսած են, սա ուղղակի թիվ է գալու, էլի։ Հիմա եթե այս սրան գումարեմ ուղղակի ինչ-որ թիվ, ինքը ուղղակի կտեղափոխվի հեռու, չէ՞, այսինքն կստացվի այս 0-ն դառնալու է fx-ի w, սիգմա քառակուսին մնալու է նույնը, այսինքն ստացվում է մեր ստանդարտ մոդելավորման տեսության մեջ, մենք ասում ենք y-երը, եթե ըստ x-երի գալիս են նորմալ բաշխումից fx-ի w ու սիգմա քառակուսի պարամետրերով։ Հիմա ժողովուրդ, այստեղ մենք այս w-ն իրականում չգիտենք, չէ՞։ W-ն ուղիղ հավասարում է, այսինքն կետերը ունենք, ուզում ենք լավագույն ուղիղը գտնենք։ Բայց իրան չգիտենք։ Ու հիմա իրան ստանդարտ մոտեցման մեջ մենք ասում ենք, դե եկեք բռնենք ինչ որ w-ի համար որ հաշվել ենք, հետո քառակուսային շեղումը վերցնենք, մինիմիզացնենք, gradient descent, տուդի սուդի, բռնենք լավագույն w-ները գտնենք։ Այդ ստանդարտ մոտեցումն է։ Հիմա եթե ես ուղղակի գամ այս տեսանկյունից, որ մենք ունենք այսպես ինչ որ գաուսյան բաշխում, x-ի ինչ որ տվյալներ ունենք, ու գիտենք, որ ինքը գալիս է այս բաշխումից, հիմա մեզ պետք է գտնել լավագույն պարամետրը։ Այսինքն այս դեպքում մեր մոտ w-ն է պետք գտնել լավագույն։ Դե ժողովուրդ, ես կարամ ոնց որ բռնեմ ու ստեղ ուղղակի գրեմ իր log likelihood-ը, իր log likelihood-ը մեր մոտ այս է, չէ՞։ Այսինքն այսա, μ-ի փոխարեն կարամ վերցնեմ մեր մոտ այդ բաշխման մացպասումը մենք հաշվում ենք որպես այս դեպքում fx տրված է w, չէ՞։ Կարամ այդա բռնեմ ստեղ գրեմ։ Ու կստացվի, որ իմ log likelihood-ը եղավ այսքանը, չէ՞։
Այս է եղավ իմ log likelihood-ը։ Դալի նույն ձև գնում ենք ածանցենք ու ստանանք, հա։ Հա, մոտեցումը ոնց որ եթե շարժվենք առաջ, մոտեցումը դա է լինելու, բայց մեզ հələ այդ նույնիսկ այդքան հետաքրքիր չի։ Մեզ այլ շատ հետաքրքիր է, թե մենք հիմա ինչ ենք ստեղ անում։ Մենք ուզում ենք սա մաքսիմիզացնենք, չէ՞։ Սա W-ից կախված չի, սրան շփրտեցինք մի կողմ, իրան ուղղակի մոռացանք ավտոմատ։ Այստեղ գրած է մինուս ինչ որ բան ու իսկական արժեք հանած գուշակություն քառակուսի, չէ՞։ Հիմա մինուսով այսա ուզում եմ մաքսիմիզացնել։ Այդ նույնն է ինչ պլյուսով այսա մինիմիզացնենք, չէ՞։ Այսինքն, հոպ, եկանք նրան, որ մենք էլի ուղղակի սրա մինիմիզացիայի խնդիր ենք լուծում։ Այսինքն, maximum likelihood estimation անելը էկվիվալենտ է նրան, որ մենք ուղղակի ստանդարտ միջին քառակուսային շեղումի մինիմիզացիա անենք։ Այն որ օդից վերցրած անում էինք, ստացվում է լրիվ էկվիվալենտ է maximum likelihood estimation։ Հոպալա, վուալա։ Այսինքն մի հատ ուժեղ տեսական հիմք հիմա, թե ինչի ենք իրականում այդ անում։ Ուժեղ եթե ոնց որ լավ զգացիք էլի, բա էս նորմալ էր։ Այսինքն log likelihood-ի մաքսիմիզացիան համարժեք եղավ միջին քառակուսային շեղումի մինիմիզացիային։ Երբ որ իհարկե մենք ենթադրեցինք, որ այստեղ գործ ունենք բանի հետ, էլի, այդ աղմուկը գալիս է գաուսյան բաշխումից, բայց սա բավականին ստանդարտ ենթադրությունն է, էլի։ Տենց ավանդական բան է, էլի, ինչ որ բան չգիտես, դիր որ նորմալ է։ Ամեն ինչում նորմալ բաշխում ենք սիրում ենթադրել, էլի։ Հետո շուտով կտեսնենք, որ նորմալ բաշխումի փոխարեն երբ որ վերցնում ենք լապլասյան բաշխում, որը որ մոտավորապես նույն բանաձևն է, ուղղակի այնտեղ որ ունենք y-ի բան քառակուսի, այնտեղ քառակուսու տեղը բացարձակ արժեք հա։ Իրա տեսքը այսենցի փոխարեն այսենց հոտա։ Այդ լապլասի դեպքում օրինակ ստանում ենք, որ ավելի լավ է բան անենք։ Մինիմիզացնենք այս բացարձակ արժեքներով շեղումը, էլի մոդուլը, տարբերության մոդուլը։ Բայց սա գալիս է ոնց որ այդ մեր մաքուր ML-ի գործիքը իրականում թաքնված բաներ, վիճակագրության գործիք էր, էլի։ Այս ոնց որ այս սաղ դասի ամենամեծ կետն էր, էլի, որին ուզում ենք որ գայինք, որ նույն բանը կրկնելու եմ, մի քիչ ոգևորությունը ուրիշ բառերով չեմ կարողանում արտահայտեմ, կարող եմ մի հատ ուղղակի թեթև պաուզա տանք, իմանանք, որ լավ տպավորվել է սա, էլի։ Հայկ ջան, վերևը ճիշտ ասած մի հատ հարց կար, այ որ մենք ինչներ չէ, այս որ մտնիկը դրած այստեղ որ ասացիք, որ այստեղ պլյուս եք դարձնում, ինքը դառնում է նույն խնդիրը, բացի պետք է մինիմիզացնենք։ Չէ՞։ Հա։ Ըհը։ Լավ, մենք էս արեցինք, մենք վերջում պետք է գծային այդ հավասարում ստանանք, չէ՞։ Ըհը։ Ուզես ուզում հասկանամ, էլի վերջում, որ սա էս հավասարացնում ենք մատսպասմանը, չենք հավասարացնում էս գումարը։ Չէ, մատսպասման հետ ոնց որ Չէ, որ ածանցենք, որովհետև դե որ ածանցեցինք բան, վերջում եկանք ստացանք, որ էս f-ը դա մատսպասումն է, չէ՞։ Այստեղ ոնց որ ասում ենք մատսպասում, եկեք ուղղակի հիշենք, որ ուղղակի պարամետր ենք ուզում գնահատենք, էլի։ Մի դեպքում մեր պարամետրը մատսպասման պարամետրն էր, ու մենք ասում ենք, որ այս process-ով որ քայլենք, այս առաջի պարամետրը, որը իրականում մատսպասումն է, իրա գնահատելու համար այս ֆունկցիան լավն է։ Այդ process-ն ենք անում, էլի։ Ահա, բայց մեր մոտ օրինակ այդտեղ որ գրել եք mu գլխարկը, մեր մոտ այդ f ֆունկցիան է, չէ՞։ Վերքան mu գլխարկը, հա, հետ գամ վերև։ Հա, mu գլխարկը մեր մոտ այս դեպքում լինելու էր միջին ֆունկցիան։ Դե հա մենք այդտեղ ածանցեցինք ոնց որ ու եկանք նենց բանի հասանք, որ այդ mu գլխարկը ոնց որ հավասար է x գծիկին, չէ՞։ Այդ x գլխիկը մատսպասման գնահատական, հա, տենց հասենք իրեն։ Հա։ Հա, հիմա այդ դեպքում f-ն չի հավասար եղնելու այդ չեմ հիշում, այ fw էր, fw-ն էլ հավասար չի եղնելու x գլխարկը x գծիկին։ Հա, հասկացա,
Եթե հարցը ճիշտ հասկացա, այսինքն օքեյ, լավ, հիմա այս process-ով որ շարունակենք առաջ, մեր գթածը այդ ինչա լինելու, չէ՞։ Հա, Մատսպասումն այնելու թե չէ, հա։ Այստեղ իրականում ոնց որ նրբությունը նրա մեջ է, որ նորմալ բաշխման մատսպասումը f x e w-ն է, բայց մենք մեր ֆունկցիայում միակ ոնց որ այստեղ միակ բանը, որը որ կոնստանտ չի, այդ մեր մոտ w-ն է, այսինքն ուղի հավասարումն է։ Նեղություն։ Այդ ասենք ուղի անկյունային գործակիցն է։ Ու մենք մեր likelihood-ը կառուցել ենք ըստ w-ի։ Նախորդ դեպքում ինքը ըստ բանի էր գրած։ Այստեղ նայում ենք ածանցյալ ըստ թետայի, նեղություն ըստ μ-ի։ Դրա համար մատսպասման գնահատական էինք ստանում։ Այս process-ը եթե շարունակենք, վերջում արդեն ստանալու ենք w-ի գնահատական, որը որ տեղադրելով, որը որ օգտագործելով այստեղ կստանանք մատսպասման գնահատական։ Այսինքն ռեկաշետով ենք էլի մատսպասումը ստանալու։ հասկացած likelihood ֆունկցիան w-ից կախված ֆունկցիա է, սաղատանցելու ենք գնանք minimum բան extreme ստանանք, ասենք այս minimum-ը, այս minimum-ը ամենալավ անկյունային գործակիցն է այս դեպքում։ Հա, այդ դեպքում տվյալները տեսնելու հավանականությունը ոնց որ այդ անկյունային գործակցով ֆունկցիայից ստացած մատսպասում վարիացիա ունեցող նորմալ բաշխումը ամենալավն է նկարագրում մեր ունեցած տվյալները։ Այլ կերպ ասած, մեր այս գիծը ամենալավ գիծն է։ Եթե սաղ process-ը անելով գնանք, էլի իրականում չենք անելու այդ process-ը հիմա, մեզ կարևոր է ներ ուղղակի որ գանք տեսնենք, որ նույն խնդրին ենք գալիս, ինչ սա մինիմիզացնել, բայց մենք պրակտիկ այսպես չենք անելու, էլի սա որպես տեսական արդյունք է մեզ հետաքրքիր։ Իսկ կարող է տեղից այդ կոռելացիան կարողանանք դուրս բերենք։ Ինչերի միջև կոռելացիան։ W-ի ու մեկ էլ ոնց որ likelihood-ի argument-ի մեկ էլ արժեքի կոռելացիա։ Թե չէ, չէ կներեք լավ ուրիշ բան նկատ։ W-ն ու LW-ն, այսինքն։ Չէ։ Այս fx1 w-ն ինքը ֆունկցիա է, չէ, գծային ֆունկցիա է, չէ, ինքը։ Հա, ենթադրենք գիտա։ Ես այդ էի ասում, էլի որ ոնց որ մենք ստանում ենք մի հատ w, որը sense եմ ասում, ստանում ենք մի հատ w, որը այն ամենալավ անկյունային գործակիցն է, որը կարող նկարագրի մեր տվյալները։ Բայց մենք ասում ենք կոռելացիա, այդտեղ նաև եթե խոսում ենք գծայինի մասին, դե նաև գալիս է կոռելացիայի գործակից կամ այդ կոռելացիայի քառակուսին։ Ոնց որ կարանք դրանք իրար հետ կապենք։ Մի հատ նախ փոքր նշում, որ այստեղ անկյունային գործակից բանման նայում ենք, այս ոնց որ ուղակի օրինակի համար էր ասված, այս fx-ը կարող ինչ որ եկա նեյրոնային ցանց լինի, էլի օրինակ w-ն է մի հատ եկա վեկտոր։ Ես գծի վրա էի ասում, այ։ Հա, հենց գծի դեպքով եթե նայենք, կոռելացիան ստեղից նայել, հələ ճիշտ ասած պետքա լավ հասկանամ, ոնց որ որ երկու բանի միջ այսքան օրինակ նայենք այս fx-երի, ասենք այս x-երի համար տեղադրենք ֆունկցիայի մեջ արժեքներ ստանանք, y գլխարկներ ու ունենք y-ը, այս իսկական արժեքի ու գուշակության կոռելացիան օրինակ երևի կարող է, այսի նկատի ունեք թե։ Գիտեք ինչի նկատի ունեմ։ Ոնց որ մենք ստանում ենք մի հատ գիծ ու ասում ենք այս գիծը ամենալավն է, որ կարա այս մեր տվյալները նկարագրի, չէ՞։ Այդ չափն եմ ասում, էլի չափը, որ ասում ենք լավ կարա նկարագրի, այդ գնահատականը լավի։ Այդ կոռելացիա չեք ստանում։ Հա, ոնց գնահատենք թե ինչքան լավն է։ Հա, ես այդ կոռելացիով եմ տեսել, դրա համար եմ ասում։ Հասկացա, հա։ Կոռելացիան ինքը իրականում ավելի կրեատիվ մոտեցումներից է։ Այնտեղ ավելի ստանդարտ մոտեցումներ, օրինակ մի հատը, այսինքն ունենք ինչ որ y-ներ, ունենք ինչ որ y գլխարկներ, ուզում ենք հասկանանք ոնց որ այս y գլխարկով մոդելը ինչքան լավն է։ Ունենք մի հատ ինչ որ y1 գլխարկ ունենք, հիմա ինչ հաշվենք սրանց համար։ Մի բան, որ օրինակ անձամբ ես սիրում եմ շատ հաշվել, այդ հաշվել է այս երկուսի միջև կոռելացիա։ Պիրսոնի կոռելացիան, Սպիրմանի կոռելացիան,
Բայց ավելի ստանդարտ մետրիկաներ են, օրինակ, հենց միջին քառակուսային շեղումը։ Կարա լինի օրինակ բանը։ Մի հատ կա, էլի որ տենց բավական սիրում եմ, MAPE-ի անունը mean average percentage error, այսինքն ամեն մեկի համար նայես թե քանի տոկոսով է ծուռ գուշակել։ Նրանց միջինը նայես, նրանց մեդիանը նայես, տենց իրականում հազարը մի խառը տարբեր բան կարանք հաշվենք, էլի որպես այդպեսին։ Կորելացիան ուղղակի իրանց օրինակներից մեկն է։ Ես իրան սիրում եմ, որովհետև -1-ից 1 է։ Նախ գիտենք, որ արժեքը որ տեսնենք ինչ որ բան է մեզ ասում։ Բայց ընդեղ ասենք ավելի լավ առերկու մետրիկա կա բանման։ Տենց այս ամենը որ տենց մի հատ լավ հավես թեմա է ռեգրեսիայի regression evaluation մետրիկաներ, ռեգրեսիոն մոդելի գնահատման չափորոշիչներ, օրինակ, իրան հետո առանձին նայելու ենք, բայց այսօրվա դրությամբ կարանք ասենք, որ կորելացիան լավ ձև է, ուղղակի իրան ոնց որ որպես դե լավ ամեն ինչ ունեցանք, հետո հաշվենք ալինելու, էլի, այս սրանից ես չգիտեմ ոնց կարող ինքը ուղիղ դուրս բերվի, էլի, առնվազն։ Շատ լավ, շնորհակալություն շատ։ Դες մերսի, դա միջավայր ոնց որ շատ ճիշտ ուղղությամբ քայլ է, էլի։ Ոնց որ միջավայր օթից բաներն էինք գնահատում, հիմա ստացանք ինչ որ բան, որ մեզ տալիս է բանաձև, բայց հետո այդ բանաձևն էլ է, չէ՞, պետք գնահատել թե ինչքանով է լավը։ Ու իրականում մեքենայական ուսուցման մեջ գնահատելու համար բաները մենք չենք բռնելու հաշվենք consistency կամ minimal sufficiency եւ այլն եւ այլն։ Արդեն ստանդարտ ML-ական մետրիկաներն է լինելու ու իրաց մեջ հենց օրինակ կորելացիան կա։ Դե բարի։ ML-ին միացնել շարունակելով մաթեմի տնայիններից կհիշեք, որ տենց ինչ որ դասերում խաղացել ենք, բզբզացել ենք լոգիստիկ ֆունկցիայի հետ, չէ՞։ Մեր AS ֆունկցիան, որ սենց էքսպոնենցիալ շատ արագ աճում է, այսինքն այստեղ շատ արագ աճում է, հետո տենց լրիվ դանդաղ ու նույնն էլ այստեղ, սկզբում շատ դանդաղ, հետո շատ կտրուկ աճում է, այս բանաձևով մեր լոգիստիկ ֆունկցիան, նույն ինքը սիգմոիդը, այս ստանդարտ ֆունկցիա էր, որ ասում էինք, երբ որ ինչ որ բան ուզում ենք բերենք հավանականությունների, այսինքն կլասիֆիկացիայի խնդիր, ասենք 0-1-եր ենք ուզում գուշակենք, օգտագործում ենք լոգիստիկ ռեգրեսիան։ Հիմա իրականում ես չգիտեմ մաթեմից ինչքան կհիշեք, եթե շատ չեք հիշում, շատ վախենալու չի։ Ուղղակի ուզում եք բերեին նրան, որ եթե դիտարկենք, որ գործ ունենք ինչ որ y1-ը, ասենք ունենք y-ի արժեքները 0 ու 1 է, մեր մոդելն է, որ գնահատում ենք իրանց որպես դե գիծը վերցրեցինք, գծի արժեքը դրեցինք սիգմոիդի մեջ, այսինքն սիգմոիդ թետա w տրանսպոզ xi, եթե սրա գլխից բռնենք կառուցենք log likelihood-ը, կգանք նրան, որ մեզ պետք է մինիմիզացնել այս ֆունկցիան, իսկ այս ֆունկցիան, եթե կհիշեք, իրականում այսօր էլ տեսանք, բայց իրան անվանում են տենց log loss, Bernoulli loss, binomial loss, հազարը մի անուն ունի, լավագույն անուններից մեկը cross entropy-ն է, ու սա էլ ավանդական բանն է, որը որ կլասիֆիկացիա անելուց ենք մեքենայական ուսուցման մեջ բանանում, մինիմիզացնում։ Այսինքն նաև կլասիֆիկացիայի համար այն բանը, որ ուզում ենք մինիմիզացնենք, ինքն էլ ստանդարտ, շատ ուղիղ հետևանք ունի բանից, վիճակագրության գաղափարից։ Հա, սա մի քիչ գուցե ավելի դժվար լիներ հիշել, որովհետև սրա հետ շուտվա ինչ չենք առնչվել, բայց իդեան լրիվ նույն ձև է գալիս, էլի։ Ոստեղ մեկ էլ սլայդերի հերթականությունը դուրս չի գալիս, ոնց եմ դրա մի հատ էլ բան եմ ուզում ստեղ ասեմ։ Էս էլ մի քիչ հետո ինֆորմացիայի տեսությունից կանցնենք, բայց այս էլ առաջի դասին էլ ենք թեթև նշել, բայց այս նույն process-ը, որ անում ենք, maximum likelihood estimation-ի, ինքը ինֆորմացիայի տեսությունից եկող Kullback-Leibler divergence-ի մինիմիզացիային է նաև հավասար։ Այնտեղ առաջի սլայդից կարող իշեք մի բան կա, որ տենց ասում ենք, որ այս process-ը, որ անում ենք, տարբեր դիսցիպլինաների, տարբեր ֆունդամենտալ բաներին էկվիվալենտ են իրար։ Տարբեր ձևերով ենք ուղղակի իրենց մասին խոսում։ Միջին քառակուսային շեղումի մինիմիզացիա, maximum likelihood estimation Gaussian noise-ով, Kullback-Leibler divergence SSS բաշխումներով։ Սա իրականում տակից նույն բանն է անում։ Դրա համար այս ամեն ինչը տակը լավ հավես պինդ հող ունի, էլի։ Բայց լավ, այս KL divergence-ի մասին ուշոտ։ Իրան հələ տեսնելու ենք։
Նե օքեյ։ Այն կարևոր կետերը իրականում ծածկեցինք, որ ուզում եի ասել։ Մի երկու հատ փոքր նշում, որ օրինակ այս ML-ին ինքը invariant է։ Այսինքն եթե ունեմ ինչ-որ բան, j ֆունկցիա ունեմ ու ուզում եմ j թետայի ML-ին հաշվեմ, ինքը նույնն է ինչ j ֆունկցիայի մեջ տեղադրեմ թետայի ML-ին։ Այսինքն կարամ սովորական առանց ձևափոխության ֆունկցիայի համար հաշվեմ, հետո տեղադրեմ ֆունկցիայի մեջ։ Այսինքն օրինակի համար կարանք բան անենք։ Ուր էր այստեղ մյուս օրինակը։ Ու Լապլասով է օրինակ ստեղ դրել, հետո չպայի փոխել եմ։ Այս օծը հələ չեն կանցել։ Լավ չէ, եկեք այս օրինակը չբերեմ։ Մի քիչ շատ բան պետք է խոսանք։ Հեչ կարծես միտքն է, որ եթե թետա ունեմ, կարամ բռնեմ ուղղակի իրան ձևափոխեմ հաշվեմ j թետա, իսկ նույնիսկ j-ն կարող է քառակուսին ասենք։ Բռնեմ ասեմ թետա քառակուսի ու թետա քառակուսու համար ML-յան է, maximum likelihood estimation։ Բայց նաև կարող եմ ուղղակի թետայի համար ML-յան է ու հետո իրան տեղադրեմ j-ի մեջ, j բան, իրան քառակուսին հաշվեմ։ Երկու ճանապարհն էլ էկվիվալենտ է։ Սա իր ինվարիանտության բանն հատկությունն է։ Հա, մեկ էլ ժողովուրդ, մի հատ ուրիշ հատկություն, որի մասին պետքա մինչև այս ML-ի անելը ուշադիր լինենք, դա նա, որ իսկ կարանք ոնց որ ընդհանրապես մենք ուզում ենք ինչ-որ լավագույն թետան գտնենք, չէ՞։ Հարցը գայս իսկ կարանք ընդհանրապես իրան դուրս բերենք, թե մի քանի տարբեր թետա կարա բանան նույն արժեքին բերի։ Այստեղ դիսկրետից կամ ընդհանուր մաթեմատիկայի ֆունդամենտից այնց ինյեկտիվության հատկությունը կարող է հիշեք, բայց մենք ասում ենք, որ մոդելը identifiable է, եթե տարբեր պարամետրեր տալիս են տարբեր բաշխումներ։ Այսինքն թետա 1 ու թետա 2 եթե տարբեր բաներ են, ուրեմն իրանցով ստացած բաշխումներն էլ են տարբեր բաներ լինելու։ Չեմ կարա երկու հատ նույն բանով գամ նույն արժեքին։ Եթե սա տեղի ունեցավ, ես տեսել եմ այս տվյալները, ես հիմա չեմ կարողանա հստակ չեմ կարողանա գամ այս սրան կամ գամ այս սրան։ Սա ավելի տեսական հետարքրոտ բան է։ Իրականում ոնց որ եթե ընտիր արդյունք ենք ստանում, այս շատ կարևոր չի, էլի, մի հատ ուրիշ նույն ընտիր արդյունքից կա թե չէ, կարևորը ընտիր արդյունք ենք ստանում։ Բայց ուղղակի այս identifiability տերմինը ուզում եի մի հատ նշենք ու նաև ինչու ոչ թեթև այս ինյեկտիվության հատկությունն էլ հիշեինք։ Լավ, մեկ էլ վերջին բանը, որ ուզում եի ասել, դա նա, որ դե եթե չունենք սիրուն տենց closed form տենց անալիտիկ լուծում, այդտեղ արդեն գալիս ենք մաքուր օպտիմիզացիային, էլի, սա դուք արդեն լավ պատասխանել եք, բայց ոնց որ սլայդերի մեջ կար, մի հատ նշենք ու կարա պոտենցիալ ոնց որ Նյուտոն-Ռավսոն օգտագործվի կամ լավ չէ, շատ չխորանամ այդ ուղղությամբ։ Դե ժողովուրդ, վերջին ոնց որ տենց տեսական տենց չալաղաչ կտորը ասեմ ու արդեն իմ նյութը բրծ։ Եթե ունենք ռեգուլարության հատկություններ, ինչը տենց էքսպոնենցիալ բաշխումներ բաման հաճախ ուղղակի ենթադրում ենք ավտոմատ որ կա, ML-ի maximum likelihood estimation-ի տված estimate-ները consistent են, այսինքն տվյալները որ շատանա, վերջը կգանք ճիշտ արդյունքին, ըստ հավանականության։ Ասիմպտոտիկ նորմալ են, սա հələ դեռ չենք անցել թե ինչ է։ Ուղղակի հիշեք, ինչ որ բայ որ դելտայի մեթոդ բաման անցնենք, այդտեղ կարելի է վերհիշել։ Ըստ էության ոնց որ ուզում ենք ասենք, որ այս թետայի գնահատականի շեղումը ըստ բաշխման ձգտելու է մի հատ sense նորմալ բաշխման, որտեղ 0 միջինով ու Fisher-ի ինֆորմացիայի վրա հիմնված վարիացիայով բանի, բայց այդ մի խոսքով։ Իրանք ասիմպտոտիկ efficient են, այսինքն n-ը որ ձգտում է անվերջի, Kramer-Rao-ի bound-ին ինքը հասնում է։ Ու ինքը ինվարիանտ է։ Այս շատ հաճելի ուժեղ տեսական հատկություններ է։ Այստեղ սլայդերի մեջ էլի որոշ բաներ թողել եմ, որ մենք այսօր չենք ծածկում։ Մի քիչ ավելի շատ տեսական մակարդակով էլի։ Այնտեղ սխալանքի ստանդարտ սխալանքներ, բանման սլայդերի ոնց որ լեկցիայում պլանավորել էի որ չենք անելու, բայց սլայդերի տեստի չջնջեմ, ով կուզի կարա ավելի մանրամասն թերթի, բայց սա բարձր պրիորիտետ չունի։ Ուհա։
ու մեր այսօրվա լեկցիան բրց։ Եթե դուք հարցեր չունեք, կարանք անցնենք ոնց որ դասի սկզբում նշած հարցերը նայելուն, եթե հարցեր ունեք, համեցեք։ Ամենակարևորը ոնց որ այն տուն տանելու գաղափարները բանն էին, էլի, որ ML-ին այն ինչ տեսնելու ենք շուտով ML-ից շատ սիրուն ֆունդամենտ ունի բանի մեջ, վիճակագրության մեջ։ Շուտով կտեսնենք նաև ուրիշ դիսցիպլինաների մեջ իր ֆունդամենտները։ Ահա, չգիտեմ, ինձ շատ է դուր գալիս, էլի, որ այտենց տարբեր մի քանի ճյուղ գալիս իրար են միավորվում ինչ-որ տեղ, էլի։ Okay, լավ։ Եկեք սա ինձ խոսանք, զուգահեռը Կլոդին եմ տվել մտածի սրա մասին։ Մենք նախ Borel Cantelli լեմաները, եթե հիշենք, թե իրենք ինչ էին ասում, այս սցենարի մեջ էինք։ Ունենք բան, ինչ որ A1, A2, A3 տենց մի հատ հավերժական պատահույթների հավանականություն, ինչ որ բան տեղի ունեցել է, չի ունեցել։ Ու հիմա ուզում ենք հասկանանք, օրինակ, կարող է ինչ որ այդ պատահույթը անverջ հաճախ տեղի է ունենալու։ Իսկն օրինակ լոտոյով բան ենք անում, 1000 դրամ ենք շահում։ Ու ամեն օր տենց լոտո ենք առնում։ Արդյոք անverջ հաճախ շահելու ենք։ Կախված է լինելու նրանից, թե ինչքան է ոնց որ ամեն մի պատահույթի հավանականությունը։ Եթե օրինակի համար ամեն անգամ լոտոն շահելուց հաղթելու շանսը 0.00001 է, անverջ անգամ եթե դա նայենք, բարձա արդեն բան է լինելու, չէ՞։ Ոնց որ ի վերջո հաղթելու ենք, մեր մոտ լինելու է 0. շատ փոքր թիվ անգամ անverջ, ինքը անverջի է հավասար լինելու ու միշտ հաղթելու ենք։ Եթե ինչ որ բան անհնար չի, ստանդարտ ֆիքսած հավանականություն տեղ ունենալու, ու անverջ անենք, ինքը անverջ էլ կստացվի։ Այն Շեքսպիրի կապիկները օրինակ որպես էլի։ Ու սա հետ կապված, այս գաղափարի հետ կապված երկու լեմա կար։ Մի լեման այն էր, որ եթե все-таки այդ մեր հավանականությունները, եթե բռնենք ու գումարենք, այսինքն իմ այսօրվա հաղթելու հավանականություն, վաղվա, 3 օր հետոյվա եւ այլնի հավանականություն, եթե գումարենք իրար ու ինքը վերջավոր թիվ մեզ տա, ուրեմն անհնար է որ անverջ հաճախ պատահույթը տեղի ունենա։ Ոնց որ մեր բյուջեն ինչ որ բայց սպառվելու է։ Անverջ շատ հավանականություն չունենք, որ անverջ անգամ հաճախ տեղի ունենա մեր պատահույթը։ Այդ Borel Cantelli առաջին լեման էր։ Երկրորդ լեման ասում էր, այ եթե անverջ է քո բյուջեն ու պատահույթները իրարից անկախ են, ուրեմն արդեն այն անverջ հաճախ տեղի կունենա։ Միշտ էլ լոտորեը կկրենք, կհաղթենք։ Այս որպես թեթև հիշեցում։ Հիշեցումը օքեյ էր։ Մեր խնդիրը ասում էր ունենք x-n, որը 1/3 հավանականությամբ ընդունում է n արժեքը, մնացած դեպքերում ընդունում է 0 արժեքը։ Ու հիմա ստեղ մի խնդիր ասում էր, իսկ x-n-ը կձգտի 0-ի almost surely, համարյա հավաստի։ Այսինքն այն դեպքերի քանակը, որոնց դեպքում որ x-n-ը չի ձգտում 0-ի, 0 չափ ունի, թե չէ, այսինքն կարելի ասել երբեք տեղի չի ունենում, թե չէ։ Այստեղ մենք գալիս ասում ենք օրիգինալ խնդրում, ասում ենք դե եթե բռնենք հաշվենք հավանականությունը, այս x-n-ի 0 չլինելու, ինքը տեղի ունենում 1/3 հավանականության։ Այսինքն մենք ունենում ենք գումար n-ը հավասար է 1-ից անverջ 1/3։ Ինքը տարամիտում է։ Ինքը որ տարամիտում է, կարանք օգտագործենք Borel Cantelli մեր մոտ ստեղ Borel Cantelli երկրորդ լեման, չէ՞։ Borel Cantelli երկրորդ լեման մեզ կգա կասի, որ դե ուրեմն անverջ հաճախ անգամ x-ը 0-ի հավասար չի լինում։ Ահա։ 0-ի հավասար չի անverջ հաճախ անգամ։ Դե ուրեմն x-ը 0-ի ձգտելը կլինի բան։ Եթե անverջ հաճախ անգամ չէր, ուրեմն վերջավոր անգամ էր։ Իվական, էլի այս բառերի մեջ ինչ շփոթացնում եմ։ Այսինքն այդ almost surely չի լինում ինքը։ Համարյա հավաստի չի ձգտի, որովհետև անverջ կետերում ինքը 0 չի դառնա։ Հա,
Հա, հա, հա, շատ լավ ասեցիք։ Ահա, հա, գերազանց։ Ահա, ես այդ հասկացա, իսկ եթե 1n-երորդ չենք վերցնում, 1n բաժանց n քառակուս ենք վերցնում։ Ահա, Որտեւ այս նայեք, դեպքում, ինքը ոնց որ ըստ մտքի տենց շատ չպիտի տարբերի, բայց իրականում ինքը շատ մեծ տարբերություն ա, չէ՞ տալի։ հա, իրականում շատ ֆունդամենտալ տարբերություն է տալիս, որովհետև արդեն քառակուսով զուգամիտեց, չէ՞, որ զուգամիտեց, եկանք ընկանք առաջի լեմայի մեջ։ Առաջի լեման ասում Այսինքն է, ինքը որ կդառնա, որ համարյա հավաստի կձգտի 0-ի, թե չէ, հա, թե սխալ եմ հա, հասկանում։ ինձ թվում է տենց է դառնում, որովհետև այս դեպքում ստացվում է, որ հավանականությունը, որ անverջ շատ անգամ կլինի 0 է։ Ուրեմն Ահա։ վերջավոր անգամ հատ կլինի։ Հմ, Այսինքն այն դեպքերը, որ տեղի չունի մեր պայմանը, վերջավոր քանակի են։ Վերջավոր քանակն էլ ոնց որ հեչ, կարանք շպրտենք մի կողմ։ Almost այն համարյա հավաստի համարյայի մեջ է մտնում վերջավորը, էլի անվերջը գայսը դոմինանտ է դառնում։ հա, էդեն հասկացա, բայց գիտեք իմ մոտ ինչն էր հարցը, նայեք, 1n-երորդ ու 1 բաժանց n քառակուսի, ինտուիցիայով ինչի պետք է նա նենց արդյունք տա, սա սենց արդյունք տա։ Հա, ես հասկանում եմ, որ անալիզի տեսակետից մեկը տարամեջ շարք է, մեկը զուգամեջ շարք է, բայց ինչի՞ է տենց հավանականության մեջ, տեսեք, այդ դեպքում դառնում է ինքը համարյա հավաստի ձգտում է 0-ի, մյուս դեպքում դառնում է համարյա հավաստի չի ձգտում 0-ի։ Ինչն է, ոնց որ հավտեսի մեջ ինչն է էլի տենց ինտուիտիվ խախտվում։ Ոնց որ ավելի շատ բանի են գալիս, էլի, որ ոնց որ մեկը իր ունեցած հավանականության տեսանկյունից ահավոր հարուստ է, լիքը հավանականություն ունի, ասենց ասած, այդ բյուջեի Ահա, օրինակին եթե բերենք։ Ու ահա, ինքը իրան կարողանում է թույլ տա անverջ հաճախ անգամ ընդունել արժեք։ Այն մյուսը, որ տարամիտում է, այն քառակուսի երրորդը։ Իր ահա, մոտ ինքը որ եկավ, ասենք, եկավ թռավ n-ն արժեքը ընդունեց, օքեյ, մի անգամ արեց, երկու անգամ արեց, երեք անգամ արեց, ինչ որ բայց էլ չի կարողանում անի։ Այսինքն հավտեսից տեղի ունեն ուղղակի են, որ ինչ որ մեկը զուտ սպառվում է ինչ որ պահից։ Իսկ մյուսը անverջ շարունակում է գնալ։ Դրա համար մեկի մոտ ոնց որ պրոբլեմատիկ դեպքերը մեկի մոտ վերջավոր անգամ են լինում, եղան բրծան 1n քառակուսի երրորդի մոտ։ Այն մյուսի մոտ երբեք չեն բրծնում։ ահա, Այս օգնող էր։ հա, 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 մերսի շատ։ Հա, շատ բարի։ Իսկ այ թե ինչի է բան, ինչի է մեկ բաժանած n քառակուսու շարքը p քառակուսի 6-րդ, այ դրա մասին Striblu Van Braun-ը մի հատ շատ գեղեցիկ խնդիր ունի, ինչ որ լույս տվող լապտերներով օրինակ էր բերել։ Իսկ ինչ այ մոդո ախորպես։ Լավ, շատ ընտիր վիդեո ունի մի խոսքով, մեր սիրելի հրանտը կարակ, բեզելի խնդիրը, այս է։ Ես ահագին խորհուրդ կտամ նայել, եթե ժամանակ ունեք, կարող է ես էլ նայեմ վեր հիշեմ, բայց այս ուղղակի զուտ որպես հավելյալ ինֆո էլի։ Սա նորմալ էր։ Հա, մերսի Հայկ ջան, ես իրականում չեմ հիշում ինչի էր այդ հարմոնիկ շարքը, որ ինքը տարամետ էր, բայց հիշում եմ, որ անալիզից շատ հայտնի էր ինքը, որ տարամետ էր։ Ես էլ հիշում եմ, որ ինչ որ բան ունեինք, մեկը բաժանց n-ի աստիճան, ու ինչ որ եթե մեկից մեծ հավասար է, ուրեմն տարամետ է, ոնց որ թե տենց էր բան ձևը, տոն Հա, ինչ էր։ այդպես բանան ձև կա, Հա, չգիտեմ։ Եթե 1 ու բարձ, նո, եթե 1-ը հարմոնիկ շարքն է, դա տարամեդր, եթե 1-ից ցածր, նույնը եթե 1-ը ու 1-ից ցածր է, տարամեդ է, եթե 1-ից բարձր, ուրեմն զուգամեդ է։ հա, հա, ընտիր։ Ու հայ ջան մի հատ բան կար, այ ճիշտ ասած, եթե ես կուզեի հարցնել, շարքերի մեջ, եթե շարքը տարամեդ է, գումարելն է տեղերը փոխելուց, գումարը փոխվում, հա։ Հա, իմ հիշելով այտենց ինչ որ բան հիշում եմ, որ Մուսայանում այտենց բան կար, մի հատ ինչ որ վիդեո էի դրա հետ կապված նայում։ Վրոդի հա, ու ոնց որ թե այդ ինչ որ շատ հավես բաների էր բերում։ Իմ հիշելով հա, ինչ թիվ ուզում ենք կարող ենք սարքենք, եթե չեմ սխալվում։
բանալի բառը, բայց եթե չեմ սխալվում նա, էլի, զուտ հիշում եմ, որ ինչ որ ոգևորիչ բան կար այդտեղ, բայց տեսությունը լրիվ մոռացել եմ այդտեղի։ Ես ճիշտ ասած նույնպես ձեռք եղավ որ բան եղավ, ապացուցվեց, որ եթե շարքը տարամեջ է, ուրեմն գումարները տեղերը փոխելից գումարը փոխվում է։ Զարմացել էի շատ։ Հա, այդ շատ ոչ ինտուիտիվ է, բայց եթե չեմ սխալվում, մի հատ էլ կար, որ հերիք չի փոխվում, ա մի հատ էլ ոնց ուզես կդզես։ Բայց այդ մեկը արդեն կարող է խափում եմ։ Ա, Ուրա մեր իմ սիրելի Ճիշտ կողքերի։ ասած չգիտեմ, չեմ լսել, բայց փոխվելը տեսել եմ որ փոխվում են։ Հա, կարանք մի հատ արագ գուգլենք, բայց հա, նաև ոնց որ կարանք լոգին լավելի։ Բայց հա, մի խոսքով այդ հավես բան ասացիք, այդ ես էլ մոռացել էի ու մերսի որ հիշեցրեցիք։ Հակճան ձեզ Մուսանը տվել է դաս։ Չէ, չէ, մեզ Մարտիրոսյանն ա տվել, շատ ահավոր ֆանտաստիկ դասախոս։ Մարտիրոսյանը Մուսանի արժանի ժառանգորդներ։ Հա, հա։ Այս ժամանակներ էր տենց։ Դե մասերկուսը մահից հետո, եթե չեմ սխալվում, հիմնականում հենց ընկեր Մարտիրոսյանն էր գրել, բայց ես Մուսյանին չեմ էլ հասցրել բռնացնեմ, էլի։ Ես Դուք փրկվել եք։ հա, կարող է, ես 29 էի ընդունվել, էլի, ինձ թվում է 20, ես որ ընդունվեցի արդեն ինչ որ չափով դե լավ, չասեմ մոռացված էր, բայց տենց իրան մենակ որպես գիրք գիտեինք, էլի մենք։ Հա, ես շուտ եմ սովորել, ինքը ինձ դաս ա տվել Մուսյանը, ու ինքը տենց անալիզի բանն էր, այնտեղ ասողներ, անալիզի Հա, ուղղությամբ։ հմ, դե Ֆիխտենգոլցից անցում Հա, կատարել ստիպող մարդը պետք է հոզոր լինի։ ինքն էլ Ֆիխտենգոլցի արժանի ժառանգորդներ։ Հա, հա, չէ։ Մի հատ բան ասեմ իհարկե թեմայից դուրս, երբ որ ես ընդունվեցի առաջին դասը հենց Մուսյանի դասն էր, ու ինքը առաջին նախադասությունը որ մեզ տվեց գրել տետրի վերևում, հենց առաջի լեկցիան էր, առաջի դասն էր համալսանում, ասես բոլորդ գրում եք, մաթեմատիկան դա ստեղծագործական աշխատանք է։ Բոլորը գրել էին։ Հա, հավեսա։ Ա, ինքը տենց իհարկե չշեղվեմ, բայց ինքը այն ժամանակ տենց մաթանալիզի ամբիոնի вообще մաթֆակի ինձ թվում է դեմքերից մեկն էր այն ժամանակ։ Երբ որ ես էի սովորում էլի մաթֆակում։ Հա, լեգենդները հասել է։ Ա, ու մերսի կիսվելու համար։ Իրականում, եթե դեմ չեք, կարամ ես մոնտաժում չկտրամ էլ, երևի կարա հետարքի լինի ուրիշներին հետո լսել։ Ոնց ուզում եք, որ դա հարմար։ Իրականում ինձ Մարտիրոսյանն էլ է մեզ գործնական էր տալիս այն ժամանակ, ու տենց իդեալական ոնց որ Մարտիրոսյանը կարողացավ մաթանալիզը մեր բոլորի մեջ նստացնել, երբ ոչ մի դասախոս չէր կարա դա աներ։ Վայ, հա, Որտեվ ինքը, հա, սկզբից չինարեն էր։ Կոնկրետ իմ համար, չգիտեմ ում համար ոնց, իմ համար այդ սահմանի սահմանումը մի հատ բարիեր էր, որ չգիտեմ, ու տենց մենակ Մարտիրոսյանը կարողացավ այդ բոլորիս մեջ այդ հիմնավոր գաղափարները նստացնել։ չէ, ինքը ահավոր բան է։ Դաստալու էտալոններից է ինքը իմ համար։ Միշտ տենց իդեալական տենց ձեռագրից բանմանից տենց իդեալական սաղմոտը գնում է, էլի։ Այսքանը որ ասացի, եկեք վիդեոյում մեկ էլ ասեմ, որ եթե ուրիշներն էլ են ուզում վայելեն, իվարկան հեսա բացենք, իրան Բայց ես լեկցիաների մի մասը նկարած ունենք։ մի բան էլ ասեմ, էլի այս թեմայի շուրջ դուրս ու էլ չասեմ, երբ որ դուք գրում էիք այդ բանը, գումարի նշանը, ես ինչի հարցրեցի, ես պատասխանել մոտավոր գիտեի, որ Մուսան ձեզ դա շիտվեց, չնայած չեմ իմանում երբ մահացել, երբ որ ես ավարտեցի, ինքը չէր մահացել այդ ժամանակ, չգիտեմ, Մարտիրոսյան տենց է, թե չէ, այդ գումարի նշանը, դուք չեք գրում նենց, ոնց որ ինքը պարտադրում էր մեզ բոլորիս գրել։ Հա, Ու անել չէր կարողանում, որ էդի պետքա գեշ, չգիտեմ, սիրուն չգրվեր, դրանց կարող է դաժե նստել երկուս տներ, կարող է լեկցիան իմանայր, բայց այդ վատ գրելու արդյունք, նո վատ չէ, մի քիչ գեշ էլի, այդ տենց խստապահանջ էր մեր նկատմամբ, չգիտեմ, ձեզ Մարտիրոսյան ոնց է տվել, բայց Մուսանը մեզ սպանում էր, ես որ մենակ ասես հիշում եմ,
Իմ ահավոր վատ ձեռագրով մի անգամ գրատախտակի մոտ բան էի գրում, այնտեղ սիգմա քառակուսի Չէ, ներկա չէ, ես ուղղակի չի ուզում ասել վատ, այդ Չէ, վատ չէ, 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 իմ համար էդ ես եմ ծրել է, ասում։ բայց գումարի նշանը ինքը տենց չէր թողում, եկել ոչ մեկից գրեի, դրա համար եմ ֆիքսեցի այդ գրելուց էլի, թե չէ, ես չեմ ասում վատ է, գրմիսի Չէ, չէ, ասում։ ես եմ ասում, ես օբյեկտիվորեն տենց շատ վատ ձեռագիր ունեմ, մի անգամ տենց գրատախտակի մոտ էի գրում, Իշպն Ընկեր Մարտիրոսյանը ասես բան էս, որտեղ որ 6 քառակուսի եք տանում, այդ իմացեք որ բանն է, սիգման է, այսպես լրիվ 6 էր մոտս էլի։ Բայց հա, էս էլ հա, էս էր իր լեկցիաները, էս YouTube-ում կան, այս հա, մոտանալիս 2.5-ից էինք ոնց որ թե սկսել նկարել, բայց 3-4-ը 4-ը նախտ կա, 3-ի կեսից ոնց որ արդեն լավ չեմ հիշում, բայց հեսա ինքնա։ Կարակ եթե ինչ որ մեկ ուզում է, հետո այս նյութերով սովորելը շատ լավ ձև է, էլի։ Մի քիչ կարող է խորը լինի, հենց մաթֆակի դասերն է, էլի։ Կա նաև ԿՎՏԳ-ի դասերը նկարած, կիրառական վիճակագրություն ու տվյալագիտություն։ Բայց լավ մի խոսքով այս ամեն ինչը ի գիտություն ու ձեզ էլ մերսի որ իսվեցիք ես լավ հիշելու բաներ էլի։ Վայ դիսլայք։ Շատ բարի։ Դե ժողովուրդ, շատ լավ։ Ինչ որ ցանկացած բան կա, որ կուզեք ոսանք քննարկենք կամ ինչ որ բան։ Հա, Հայկ ջան, ես մի հատ էլ այդ խնդրի երրորդը էլի նայենք, Ահա։ տանի երրորդը նայենք, ես տենց մի քիչ հետևից նայել էլի, եթե դժվար չի, նայենք, Հա, եթե հա, չէ, հա։ թողենք էլի։ Չէ, նայենք, էս մեկը։ Հա, այդ ուզում էի տեսնել շուտ էի նայել, բայց հիշում եմ, որ խնդիր առաջացավ դրա հետ կապված 23-րդը։ Սա իրականում մենք կակրաս դասի ժամանակ չէինք էլ նայել որպես այդպեսին էլի։ Այնտեղ զուտ ասել էինք բռնենք հաշվենք կտեսնենք բանը։ Վերջավոր անվերջ արժեք հաստատվում։ Ոնց որ մի նոր բան կլինի էլի կակրաս։ Եկեք ես շուտ էի նայել, ուզում եմ հիմա հարցը հիշեմ ինչների մեջ, որտեղ նստել եմ այդ ինտեգրալ բան հաշվել էի դրանք։ Ինչների մոտ հարց եղել։ Հա, միշտ ապեք։ Ինքը ինչ որ բանը վերջավոր չէր, հա, այդ իր մատ սպասումը։ Հա, Ահա։ մատ սպասումը գոյություն չուներ, ոնց որ թե այդ էի նայել։ Ահա, ահա։ Այս ինտեգրալը նոր լավ խնդրեմ էր։ Դու գրել էին, որ միատեսակ բաշխված են։ Հա, այդ դրա բեն անհաշվել էի, տեսել է որ գոյություն չունի։ B-ի մեջ ինչն էր հարցը։ Հա, բան մեր Այդ մոտ երրորդի ասում է։ բեն մի հատ նայենք ու էլ չեմ զաջաշկա չեմ կանեմ։ Չէ, զադաշկայի բան չի։ Լավ է կանում, եկեք տեսնենք, ասում է ունենք x1-ից xn, IID կոշից, sample minus օրական միջինն է, xn-ը ինչ որ բանի կզուգամիտի, երբ որ n-ը զուգամիտի անվերջի, թե չէ։ Այստեղ եթե ուզում ենք ինչ որ պնդում ձևակերպենք, որ երբ որ n-ը ձգտում է անվերջի, xn-ը ձգտում է օրինակ մատսպասմանը, այստեղ մենք ակրաս sample min-երով ենք, չէ՞ գնում։ Այս սրա համար մեզ պետքա օգտվել մեծ թվերի օրենքից, չէ՞ հենց։ Որը մեր մոտ ջարդվում է, որովհետև բան չունենք։ Վերջավոր չի, հա, այդ մատ սպասումը գոյություն չունի, հա, դրանից է գալիս։ Մեծ թվերի օրենքի բանը պահանջը ոնց որ պարտադիր պայմանները, որ ջարդվում են, թեորեմը էլ չենք կարա կիրառենք։ Հա, բայց չգիտեմ, այսքան բավարար է պատասխանել, թե չէ, մի հատ մտածեմ։ Հա, ինքը չի զուգամիտում, որովհետև մեծ թվերի օրենքը չի գործում։ Դե որտեվ հարցը գրած է x n-ը ձգտում է, ինչ որ զուգամիտում է, եթե n-ը ձգտում է անվերջ թե չէ։ Հա, ինձ թվում է, այստեղ ոչ միայն պետք է ուղղակի ասենք այն, որ մեծ թվերի օրենքը չի ձգտում, ուրեմն չի զուգահեռ, ոնց որ մեծ թվերի օրենքը մեզ հեշտ ձև կտար միանգամից ասենք դե եղավ, բայց հիմա ոնց որ այդ մի գործիքը եթե չունենք, չենք կարա Ինչա լինում իր որ հետ, հա։ հա, չենք կարա պնդենք, որ անհույս է վիճակը, էլի։ Ահա։ Այստեղ երևի ավելի շուտ
կոմպոնենտը այն է, որ եթե տենց անverջ մատսպասում ունենք, օրինակ զուգամիտության համար, եթե ուզում ենք ասենք բան զուգամիտություն, ասենք օրինակի համար ըստ հավանականության զուգամիտություն, այդ նշանակումը պետք է ասենք, որ հավանականությունը, որ ասենք այդ մեր արժեքից ինչ որ բանով ծուր կլինի, էպսիլոնից փոքր է, չէ՞։ Հիմա այդ ինչ որ բանը մեր մոտ եթե անverջ լինի, արդեն ոնց որ դեարի հասի այդ անverջին, էլի կպած, մոտավորապես տենց բան է ոնց որ թե գալիս։ Այսինքն սրա այդ B-ի պատասխանը, որ ինքը չի զուգամիտի, հա, բայց ինչ որ մի ձև հիմնավորմամբ։ Այստեղ ոնց որ պատասխանը այն է, որ բան չէ, չի զուգամիտում ոչ մի բանի։ Իրականում նաև պետք է մի քիչ ավելի նուրբ լինել, որ ասում ենք չի զուգամիտում, ըստ ինչի չի զուգամիտում։ Ըստ հավանականության, թե անverջ, թե բան, հավայա հավաստի, թե ըստ բաշխման։ Բայց հա, պետք է ոնց որ ավելի զգուշ առանձին ցույց տանք, որ բան։ Որ ասենք օրինակ, եթե ուզում ենք բան լինի, ըստ հավանականության լինի, կարող փորձեմ գրել միտեղ։ Եթե ուզում ենք ըստ հավանականություն լինի, ուրեմն պետք է մեր մոտ P այս մեր x-ն հանած ինչ որ c-ի զուգամիտի, սա պետք է էպսիլոնից, սրա էպսիլոնից մեծ լինելու հավանականությունը պետք է բան լինի, չէ՞։ Փոքր լինի։ Ճիշտ ձգտի 0-ի, չէ՞, ի վերջո։ Այնը որ ձգտում է անվերջի։ Հիմա այս x-ը մեր մոտ գալուց ահա։ Հիմա հաշվարկումս պետք է ասենք։ Այստեղ զուգահեռ Կլոդին եմ հարցրել, ասում է p x բար հանածության մեծ է էպսիլոնը։ Հա, այս մեկը կոշի համար ասում է, որ հենց այսա n-ից անկախ է լինում մեր մոտ։ Իրական կոշի բանձև մի հատ բերենք։ Հա, մի վարքան։ Այս մեր կոշին ստեղ բան չունի, չէ՞։ Մեկը բաժանած p անգամ 1 գումարած x քառակուսին։ Հիմա տրված x-ի համար այս n-ից անկախ է, չէ՞ լրիվ։ N-ից եթե անկախ է, ուրեմն իրա ինչ որ c-ից ուրեմն այսա n-ից կապված ոչ մի կապ չունի, չէ՞։ Սա ինչ որ կոնստանտ թիվ է լինելու մեր մոտ ըստ էության։ Այսինքն ինքը n-ը որ ձգտի անվերջի, սա չի փոխվելու։ Սա չի նվազելու գա հասնի 0-ի։ Այսինքն էլ ինչ որ բանի զուգամիտելու հարց էլ չկա, էլի որպես այդպեսին։ Հա, այսինքն այդ n-ից կախված չլինելը, ասես թե n-ի անվերջի ձգտելուց ինքը ինչ որ բանի չի ձգտի։ Հա, որտեղ ոնց որ n-ի անվերջի ձգտել, ոնց որ մենք ասում ենք, քեզ ձգտացնում ենք անվերջի, ինքը ասում է, ոնց որ, հա ինչ անենք, ինչ չես էլ կպնում դրանով ոչ մի ձև, էլի։ Վրոդի սա հերիքն է։ Եղավ Հայկ ջան, մերսի շատ։ Հա, խնդրեմ։ Սա մի քիչ արժի ստուգել, բայց ոնց որ թե մաքուր է։ Ճիշտ իդեան առնվազն մաքուր է։ Կարող է ձևակերպումը լավ չարեցի, բայց մոտեցումը պետք է տեղ հասցնի։ Դե լավ, հաջորդ դասի հետ կապված էլի իրան լեկցիա կանենք, որտեվ ոնց որ այսօրվա լեկցիայից եթե գործանալու լինենք, զուտ լինելու է կոպիտ ասած ուղղակի հաշվարկային բան է էլի մեծամասն։ Իմ մտքով շատ հետաքրքիր տնային չի անցել, էլի, այս թեմայից որ կարելի է նայենք, շատ հետաքրքիր ու շատ քանակի, էլի։ Դրա համար ինձ թվում է հաջորդը մի հատ լեկցիա կլինի։ Հաջորդ լեկցիային կխոսանք արդեն բայեսյան բաներից։ Այսինքն եթե ինչ որ այս դեպքում ուզում էինք կառուցենք ինչ որ estimator, ունենք ինչ որ բաշխում ենթադրում էինք, հիմա լինելու է նրանցին, որ նախնական ինֆորմացիա եթե ունենք, այդ նախնական ինֆորմացիա հաշվի առնելով ոնց ենք թարմացնում մեր պատկերացումները։
լրիվ ոնց որ Bayes-ի թեորեմով ֆունդամենտով բաների ենք գալու ու տերմինով ասած MA P էսա լինելու մեր հաջորդ դասի 3 տառներ կարևոր սա է լինելու էլի դասի օրվա հետ կապված չաթում կգրեմ կաշխատեմ Կիրակի առավոտոտ հարմարացնել բայց հələ մի հատ պետք է հասկանալ կստացվի թե չէ էլի եթե չէ մյուս աշխատանքային շաբաթվա մեջ հաստատ կանենք էլի